Հենց այս պահին, երբ դուք կարդում եք այս բառերը, ձեր ուղեղում տասնյակ միլիարդ նեյրոններ փոխանցում են ազդակներ միմյանց, օգտագործելով քիմիական և էլեկտրական ազդանշաններ։ Այս գործընթացը տևում է միլիվայրկյաններ։ Բայց երևակայեք, որ գիտնականները հենց նոր հաջողվել են անել ինչ-որ բան, որը կարծես խախտում է ֆիզիկայի բոլոր հայտնի օրենքները։ 2022 թվականին Չինաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկոսները հաջողությամբ տելեպորտացրին քվանտային վիճակ 100 կիլոմետր հեռավորության վրա, առանց որևէ ֆիզիկական կապի։ Ոչ մի լար, ոչ մի ալիք, ոչ մի ճառագայթ, պարզապես ակնթարթային փոխանցում։ Սա ոչ թե ֆանտաստիկա է, այլ իրականություն, որը կարող է ամբողջությամբ փոխել մեր պատկերացումները տեղաշարժման, հաղորդակցության և իրականության բնույթի մասին։ Բայց սպասեք, մինչ դուք սկսեք երևակայել Star Trek-ի տրանսպորտացիայի սենյակները, պետք է հասկանալ, ինչ իրականում տեղի ունեցավ այդ լաբորատորիայում։ Պրոֆեսոր Պան Ջիանվեի թիմը, որը տասնամյակներ աշխատել է քվանտային մեխանիկայի վրա, չտելեպորտացրեց նյութ։ Նրանք տելեպորտացրին ինֆորմացիա։ Բայց ոչ թե սովորական ինֆորմացիա, որը մենք ուղարկում ենք էլեկտրոնային նամակով կամ հեռախոսով, նրանք տելեպորտացրին քվանտային վիճակ։ Մի էլեմենտար մասնիկի ամբողջական քվանտամեխանիկական նկարագրությունը։ Երևակայեք, որ դուք կարող եք վերցնել մի օբյեկտի բոլոր հատկությունները, դրա սպինը, պոլարիզացիան, էներգիան և ակնթարթորեն պատճենել դրանք մեկ այլ մասնիկի վրա հարյուրավոր կիլոմետրեր հեռու։ Ոչ թե ուղարկել ազդանշան, որը ճանապարհորդում է լույսի արագությամբ, ոչ թե փոխանցել էներգիա, այլ ակնթարթորեն փոխանցել վիճակը։ Այս պահանջում է վերադառնալ 100 տարի անց, երբ Ալբերտ Այնշտայնը կոչում էր քվանտային շղարշը սարսափելի հեռավոր գործողություն։ 1935 թվականին Այնշտայնը, Պոդոլսկին և Ռոզենը հրապարակեցին հայտնի Եպեռո պարադոդոքսը, փորձելով ապացուցել, որ քվանտային մեխանիկան անամբողջական է։ Նրանց տրամաբանությունը պարզ էր։ Եթե երկու մասնիկներ կարող են ակնթարթորեն ազդել միմյանց վրա անկախ հեռավորությունից, ապա կամ գոյություն ունի թաքնված ինֆորմացիա, որը մենք չգիտենք, կամ խախտվում է հարաբերականության տեսությունը։ Այնշտայնը համոզված էր, որ բնությունը չի կարող լինել այդքան անբանական։ Բայց բնությունը, ինչպես պարզվեց, ավելի տարօրինակ է, քան ամենաանսովոր երևակայությունը։ 67 տարի անց Ջոն Բելը ստեղծեց մաթեմատիկական թեորեմ, որը թույլ էր տալիս փորձարարորեն ստուգել, թե ով է ճիշտ։ 1981 թվականին Ալեն Ասպեն Փարիզի համալսարանում իրականացրեց փորձ, որը վերջնականապես ապացուցեց՝ Այնշտայնը սխալվում էր։ Երկու ֆոտոններ, որոնք ստեղծվել էին միաժամանակ և հետո բաժանվել, շարունակում էին իմանալ միմյանց վիճակը անկախ հեռավորությունից։ Երբ մեկի սպինը չափվում էր և ստացվում էր վերև, մյուսը ակնթարթորեն դառնում էր ներքև։ Ոչ մի ազդանշան, ոչ մի ուղարկված ինֆորմացիա, պարզապես կապ, որը գոյություն ունի դուրս տարածության և ժամանակի սովորական սահմաններից։ Սա էր քվանտային շղարշման հիմքը։ Երկու մասնիկներ, որոնք մեկ անգամ փոխազդել են, մնում են կապված, անկախ նրանից, թե որքան հեռու են միմյանցից։ Նրանք դառնում են մեկ ու մեկ միասնական համակարգ, որը չի կարող նկարագրվել առանձին մասերի գումարով։ Երևակայեք երկու զառեր, որոնք միշտ ցույց են տալիս հակառակ արժեքներ, անկախ նրանից, թե որքան հեռու են միմյանցից։ Բայց ոչ թե որովհետև նախապես պայմանավորվել են, այլ որովհետև իրականում նրանք մեկ օբյեկտի երկու դրսևորումներ են։ Հիմա պատկերացրեք, որ դուք ունեք 3 մասնիկ։ Առաջին երկուսը շղարշված են, երրորդը այն, որի վիճակը դուք ուզում եք տելեպորտացնել։ Դուք չափում եք երրորդ մասնիկը և առաջին շղարշված մասնիկը միասին։ Այս չափումը ոչնչացնում է երրորդ մասնիկի սկզբնական վիճակը, քվանտային մեխանիկայի անորոշության սկզբունքի համաձայն։ Բայց հենց այդ պահին երկրորդ շղարշված մասնիկը, որը կարող է լինել 100 կիլոմետր հեռու, ակնթարթորեն ստանում է երրորդ մասնիկի վիճակը։ Ինֆորմացիան չի ճանապարհորդել տարածության միջով, այն պարզապես հայտնվել է նոր տեղում։ Բայց սա միայն տեսությունն էր մինչև 2002 թվականը, երբ Անտոն Ցայլինգերի թիմը Վիեննայի համալսարանում առաջին անգամ տելեպորտացրեց ֆոտոնի վիճակ 600 մետր հեռավորության վրա։ Դա էր սկիզբը։ Հաջորդ տարիներին հեռավորությունները աճեցին։ 14 կիլոմետր Դանուբի վրայով, 25 կիլոմետր Կանարյան կղզիների միջև, 100 կիլոմետր Չինաստանում։ Յուրաքանչյուր նոր փորձ ապացուցում էր, քվանտային տելեպորտացիան ոչ թե լաբորատոր տարօրինակություն է, այլ հիմնարար ֆիզիկական երևույթ, որը կարող է գործել իրական աշխարհում։ 2010 թվականին տեղի ունեցավ ինչ-որ անհավանական։
Չինական Միսիուս արբանյակը, որը պտտվում էր երկրից 500 կիլոմետր բարձրությամբ, հաջողությամբ տելեպորտացրեց քվանտային վիճակներ դեպի երկրի մակերևույթ։ Առաջին անգամ պատմության մեջ քվանտային ինֆորմացիան հաղթահարեց ոչ միայն հորիզոնական հեռավորությունը, այլև մթնոլորտը։ Այդ խիտ տուրբուլենտ միջավայրը, որը սովորաբար խեղաթյուրում է ցանկացած նուրբ քվանտային վիճակ։ Պրոֆեսոր Պան Ջիանվեի թիմը ստեղծել էր համակարգ, որը կարող էր պահպանել շղարշումը նույնիսկ այնպիսի ծայրահեղ պայմաններում։ Բայց ինչու է սա կարևոր։ Ինչու պետք է մեզ հետաքրքրի, որ մի մասնիկի վիճակը կարող է ակնթարթորեն հայտնվել մեկ այլ տեղում։ Պատասխանը կայանում է նրանում, թե մենք մեծ մասամբ վերապահում ենք հասկացությանը, որ անկախ աշխարհի նորություններից պետք է վերցնելու համար մի գործիք կամ մի մշակույթ։ Բայց մեր կյանքում շատ ավելի հստակ պետք է լինի նշանակությունը։ Եվ այս նշանակության կարևորության մասին մենք կսկսենք խոսալ հետագայում։ Սխանը կայանում է նրանում, թե ինչ է սա նշանակում ինֆորմացիայի համար։ Ամեն ինչ, ինչ մենք գիտենք, ամեն ինչ, ինչ մենք ենք, ամեն ինչ, ինչ գոյություն ունի, վերջին հաշվով ինֆորմացիա է։ Ձեր դնետն ինֆորմացիա է։ Ձեր հիշողությունները ինֆորմացիա են։ Այս տեքստը ինֆորմացիա է։ Եվ եթե մենք կարող ենք տելեպորտացնել ինֆորմացիա ակնթարթորեն եւ անվտանգ, այնպես որ ոչ ոք չկարողանա այն ընդմիջել կամ պատճենել, ապա մենք կարող ենք ստեղծել ամբողջովին նոր տեսակի հաղորդակցություն։ Երևակայեք ինտերնետ, որտեղ անհնար է հաքերային հարձակում։ Բանկային գործարքներ, որոնք ֆիզիկապես անհնար է խաբել։ Կառավարական հաղորդակցություններ, որոնք բացարձակապես անվտանգ են։ Սա ոչ թե ծրագրային ապահովության հարց է, որը միշտ կարող է կոտրվել ավելի խելացի ծրագրավորողի կողմից։ Սա ֆիզիկայի օրենքների հարց է։ Քվանտային մեխանիկան երաշխավորում է, որ եթե ինչ-որ մեկը փորձի ընդմիջել քվանտային հաղորդագրություն, շղարշումը կխախտվի, եւ ուղարկողն ու ստացողը անմիջապես կիմանան դրա մասին։ Դա ինչպես փորձել գաղտնի նամակ բացել, այնպես որ թուղթը չկիզվի, անհնար է։ 2016 թվականին Չինաստանը գործարկեց աշխարհի առաջին քվանտային հաղորդակցության ցանցը Պեկինի եւ Շանհայի միջև 2000 կիլոմետր երկարությամբ։ Ոչ թե փորձարարական, այլ գործող ցանց, որը փոխանցում էր կոդավորված ինֆորմացիա բանկերի, կառավարական գործակալությունների եւ հետազոտական կենտրոնների միջև։ Սա էր առաջին քայլը դեպի գլոբալ քվանտային ինտերնետ։ Ցանց, որը կօգտագործի քվանտային շղարշումը եւ տելեպորտացիան, ստեղծելու համար հաղորդակցություն, որը հիմնովին տարբերվում է այն ամենից, ինչ մենք ունենք այսօր։ Բայց դա միայն սկիզբն է։ Քվանտային տելեպորտացիան նաև հիմքն է քվանտային համակարգիչների համար, մեքենաների, որոնք կարող են լուծել խնդիրներ, որոնք անհնար են ամենահզոր դասական սուպերհամակարգիչների համար։ Երբ դուք ունեք քվանտային բիթեր, կյուբիտներ, որոնք կարող են լինել միաժամանակ 0 եւ 1, դուք կարող եք կատարել հաշվարկներ, որոնք զուգահեռաբար ուսումնասիրում են բազմաթիվ հնարավորություններ։ Բայց այդ կյուբիտները պետք է կարողանան խոսել միմյանց հետ։ Պետք է կարողանան փոխանցել իրենց վիճակները առանց դրանք ոչնչացնելու։ Եվ քվանտային տելեպորտացիան հենց այդ մեխանիզմն է։ 2019 թվականին Google-ի թիմը հայտարարեց քվանտային գերազանցության մասին։ Նրանց քվանտային համակարգիչը լուծեց խնդիր, որը դասական սուպերհամակարգչին կպահանջեր 10,000 տարի, ընդամենը 3 րոպեում։ Թեև այս պնդումը վիճարկվեց, հիմնական կետը մնաց անփոփոխ։ Քվանտային համակարգիչները սկսում են աշխատել։ Եվ երբ դրանք դառնան ավելի մեծ, ավելի կայուն, ավելի հզոր, նրանք կփոխեն ամեն ինչ՝ դեղագործությունից մինչև կլիմայի մոդելավորում, կոդերի կոտրումից մինչև արհեստական ինտելեկտ։ Բայց հիմա եկեք խոսենք այն մասին, ինչը իսկապես հուզում է մարդկանց։ Կարող ենք մենք տելեպորտացնել նյութ։ Կարող ենք մենք տելեպորտացնել օբյեկտներ։ Կարող ենք մենք տելեպորտացնել մարդկանց։ Պատասխանը բարդ է։ Տեսականորեն այո։ Ֆիզիկայի ոչ մի օրենք չի արգելում դա, բայց գործնականում մենք խոսում ենք այնպիսի տեխնոլոգիական մարտահրավերների մասին, որոնք գերազանցում են այն ամենը, ինչ մենք այսօր կարող ենք անել։ Մտածեք դրա մասին։ Մեկ ատոմը պարունակում է տասնյակ մասնիկներ՝ պրոտոններ, նեյտրոններ, էլեկտրոններ։ Յուրաքանչյուր մասնիկ ունի իր քվանտային վիճակը։ Մարդու մարմինը պարունակում է մոտավորապես 7 օկտիլիոն ատոմ։ Դա 7-ը, որին հետևում են 27 0։ Յուրաքանչյուր ատոմի յուրաքանչյուր մասնիկի վիճակը պետք է չափվի, տելեպորտացվի եւ վերականգնվի։ Ինֆորմացիայի քանակը, որը պետք է փոխանցվի, գերազանցում է ամեն ինչ, ինչ մենք երբևէ փոխանցել ենք։ Եվ հիշեք, քվանտային չափումը ոչնչացնում է սկզբնական վիճակը։ Դուք չեք կարող պատճենել մարդուն։ Դուք պետք է ոչնչացնեք սկզբնականը, վերստեղծելու համար նրան մեկ այլ տեղում։
2012 թվականին Ավստրիայի գիտնականները հաջողությամբ տելեպորտացրին ֆոտոնի վիճակը ոչ թե 1, այլ 3 մասնիկի միջև։ 2015 թվականին նրանք տելեպորտացրին ավելի բարդ համակարգեր։ Յուրաքանչյուր տարի բարդությունը մեծանում է, բայց տարբերությունը 1 ֆոտոնի եւ 1 ատոմի միջև նման է տարբերությանը 1 ավազի հատիկի եւ ամբողջ Սահարայի միջև։ Իսկ տարբերությունը 1 ատոմի եւ մարդու միջև նման է տարբերությանը 1 ավազի հատիկի եւ ամբողջ տիեզերքի բոլոր ավազի հատիկների միջև։ Բայց գիտությունը առաջ է գնում։ 2020 թվականին գերմանացի ֆիզիկոսները Մաքս Պլանկի ինստիտուտում տելեպորտացրին քվանտային վիճակ 2 ատոմների միջև, առաջին անգամ տելեպորտացնելով ոչ թե լույսի մասնիկ, այլ նյութի մասնիկ։ Սա փոքր, բայց հիմնարար քայլ էր։ Եթե կարող ենք տելեպորտացնել 1 ատոմ, տեսականորեն կարող ենք տելեպորտացնել 2-ը, եթե 2-ը, ապա 4-ը, եթե 4-ը, ապա 8-ը։ Սա էքսպոնենցիալ աճ է, բայց մենք խոսում ենք այնպիսի ժամանակային մասշտաբների մասին, որոնք չափվում են ոչ թե տարիներով, այլ տասնամյակներով կամ նույնիսկ դարերով։ Եվ այստեղ է հետաքրքիր հարցը. եթե մենք երբևէ կարողանանք տելեպորտացնել մարդուն, արդյոք դա կլինի նույն մարդը։ Հիշեք, սկզբնական մարմինը ոչնչացվում է, ատոմները չեն տեղափոխվում, միայն ինֆորմացիան է տեղափոխվում։ Նոր տեղում նոր ատոմներ վերակազմավորվում են ճիշտ նույն կոնֆիգուրացիայով։ Նոր մարմինը ունի նույն հիշողությունները, նույն անձնավորությունը, նույն գիտակցությունը, բայց արդյոք դա նույն անձն է, թե կատարյալ պատճենը, մինչդեռ սկզբնականը մահացել է։ Սա ոչ թե գիտական, այլ փիլիսոփայական հարց է։ Եվ պատասխանը կախված է նրանից, թե ինչ ենք մենք հանք հասկանում ես բառի տակ։ Եթե դուք հավատում եք, որ դուք ձեր ատոմներն եք, ապա տելեպորտացիան մահ է։ Բայց եթե դուք հավատում եք, որ դուք ձեր ատոմների կազմակերպման ձևն եք, ինֆորմացիայի օրինաչափությունը, որը սահմանում է ձեզ, ապա տելեպորտացիան պարզապես տեղափոխություն է։ Վերջի վերջո, ձեր մարմնի ատոմները արդեն փոխարինվում են։ Յուրաքանչյուր 7 տարին գրեթե բոլոր ատոմները ձեր մարմնում փոխարինվում են նորերով սննդի, ջրի եւ օդի միջոցով։ Դուք արդեն ոչ թե նույն ատոմներն եք, որոնք եղել եք 7 տարի առաջ, բայց դուք դեռ դուք եք։ Այս հարցերը դառնում են ավելի եւ ավելի արդիական, քանի որ տեխնոլոգիան առաջ է գնում։ 2021 թվականին ճապոնացի հետազոտողները Տոկիոյի համալսարանում ստեղծեցին համակարգ, որը կարող էր տելեպորտացնել քվանտային վիճակներ ոչ թե 2, այլ 5 տարբեր տեղերի միջև միաժամանակ։ Սա բացում էր նոր հնարավորություններ քվանտային ցանցերի համար, որտեղ ինֆորմացիան կարող է տարածվել ոչ թե կետից կետ, այլ ամբողջ ցանցով միաժամանակ։ Երևակայ եք ինտերնետ, որտեղ յուրաքանչյուր հանգույց ակնթարթորեն կապված է բոլոր մյուսների հետ, առանց ուղղորդիչների, առանց ուղղորդման, առանց ուշացման։ Բայց կա մեկ այլ ասպեկտ, որը հազվադեպ է քննարկվում։ Քվանտային տելեպորտացիան ոչ միայն տեխնոլոգիա է, այն նաև պատուհան է դեպի իրականության բնույթը։ Այն ցույց է տալիս, որ տարածությունը, ինչպես մենք ենք հասկանում այն, հավանաբար ավելի ֆունդամենտալ ինչ-որ բանի մակերեսային դրսևորում է։ Երբ երկու մասնիկներ շղարշված են, հեռավորությունը նրանց միջև դառնում է անիմաստ։ Նրանք գոյություն ունեն մեկ միասնական վիճակում, որը չի կարող բաժանվել տարածության կամ ժամանակի միջոցով։ Սա նշանակում է, որ տարածությունը հավանաբար ոչ թե ֆունդամենտալ է, այլ ծակած։ Ինչ-որ ավելի խորը կառուցված գոյություն ունի, որտեղ այստեղ եւ այնտեղ դեռ չեն առաջացել։ Մտածեք դրա մասին։ Երբ դուք նայում եք աստղերին, դուք տեսնում եք լույս, որը ճանապարհորդել է միլիոնավոր տարիներ, հասնելու ձեր աչքերին։ Բայց եթե այդ աստղերի ֆոտոնները շղարշված լինեին ձեր ռետինայի էլեկտրոններին, հեռավորությունը կդառնար անիմաստ։ Դուք կլինեիք ուղղակիորեն կապված այդ աստղերին, ոչ թե լույսի ճառագայթների միջոցով, որոնք ճանապարհորդում են տարածության միջով, այլ քվանտային կապի միջոցով, որը գոյություն ունի դուրս տարածությունից։ Սա ոչ թե ֆանտաստիկա է, սա իրական ֆիզիկա է, որը արդեն ապացուցված է լաբորատորիաներում ամբողջ աշխարհում։ Եվ սա մեզ բերում է դեպի ամենախորը հարցը։ Եթե տարածությունը ծակած է, եթե հեռավորությունը կարող է դառնալ անիմաստ, ապա ինչ է իրականում ֆունդամենտալ։ Ինչից է կազմված իրականությունը իր ամենախորը մակարդակում։ Շատ ֆիզիկոսներ այժմ հավատում են, որ պատասխանը ինֆորմացիան է։ Ոչ թե նյութը, ոչ թե էներգիան, այլ ինֆորմացիան։ Քվանտային բիթերը, կյուբիթը, որոնք կարող են լինել միաժամանակ 0 եւ 1։ Եվ այդ ինֆորմացիան կազմակերպված է ոչ թե տարածության մեջ, այլ ավելի աբստրակտ մաթեմատիկական տարածության մեջ, Հիլբերտի տարածության, որտեղ քվանտային վիճակները գոյություն ունեն որպես վեկտորներ անսահման չափումների մեջ։ 2017 թվականին Ջուան Մալդասենան Պրինսթոնի ինստիտուտում առաջարկեց, որ տարածությունը եւ նույնիսկ ձգողականությունը կարող են ծագել քվանտային շղարշումից։
Նրա հավասարումները ցույց էին տալիս, որ երբ քվանտային համակարգերը շղարշված են որոշակի ձևով, նրանք ստեղծում են երկրաչափություն, տարածության կորը, որը մենք ապրում ենք։ Սա նշանակում է, որ տարածությունը, ժամանակը եւ նույնիսկ ձգողականությունը հավանաբար ոչ թե ֆունդամենտալ են, այլ ծագած երևույթներ, ինչպես ջերմաստիճանը կամ ճնշումը։ Նրանք առաջանում են ավելի խորը քվանտային իրականությունից, որտեղ միայն ինֆորմացիան եւ շղարշումը իրական են։ Սա ամբողջովին փոխում է մեր պատկերացումները տելեպորտացիայի մասին։ Եթե տարածությունը ծագած է շղարշումից, ապա տելեպորտացիան ոչ թե տարածության միջով տեղափոխություն է, այլ շղարշման վերակազմակերպում։ Դուք չեք տեղափոխվում տարածության միջով, դուք վերակազմակերպում եք քվանտային կապերը, որոնք սահմանում են, թե որտեղ եք դուք գոյություն ունենում։ Սա նման է ոչ թե ֆիզիկական տեղափոխության, այլ ինֆորմացիայի վերաշարադրման։ Եվ եթե դուք ինֆորմացիայի օրինաչափություն եք, ապա վերաշարադրումը չի փոխում ձեզ, այն պարզապես տեղափոխում է ձեզ։ Բայց մենք դեռ շատ հեռու ենք մարդկանց տելեպորտացումից։ Ներկայիս տեխնոլոգիան թույլ է տալիս տելեպորտացնել միայն մեկ ֆոտոնի, մեկ ատոմի վիճակը։ Մարդու մարմինը պարունակում է մոտավորապես 7 օկտիլիոն ատոմ։ Եթե մենք կարողանայինք տելեպորտացնել 1 միլիոն ատոմ վայրկյանում, ինչը անհավանական արագություն է ներկայիս տեխնոլոգիայով, մարդու տելեպորտացումը կպահանջեր մոտավորապես 220 միլիոն տարի։ Սա ակնհայտորեն ոչ պրակտիկ է։ Բայց տեխնոլոգիան զարգանում է էքսպոնենցիալ։ 50 տարի առաջ համակարգիչները լցնում էին ամբողջ սենյակները եւ ունեին ավելի քիչ հաշվողական հզորություն, քան ժամանակակից սմարթֆոնը։ 20 տարի առաջ քվանտային տելեպորտացիան տեսական հնարավորություն էր։ Այսօր այն գործող տեխնոլոգիա է, որը օգտագործվում է իրական հաղորդակցության համակարգերում։ Ով գիտե թե ինչ կլինի 20 կամ 50 տարի հետո։ 2023 թվականին Բոստոնի Հարվարդի համալսարանում տեղի ունեցավ ինչ-որ բան, որը կարող էր անտեսվել որպես ևս մեկ լաբորատոր հաջողություն։ Բայց ով ուշադիր նայեց, տեսավ ապագայի սկիզբը։ Պրոֆեսոր Միխայիլ Լուկինի թիմը ստեղծեց քվանտային ցանց, որտեղ 3 առանձին հանգույցներ, յուրաքանչյուրը 10 կիլոմետր հեռավորության վրա միմյանցից, կարողացան միաժամանակ փոխանակել շղարշված վիճակներ։ Սա ոչ թե պարզապես երկու կետի միջև կապ էր, սա եռանկյուն էր, ցանց, որտեղ յուրաքանչյուր հանգույց կապված էր մյուս երկուսի հետ, ստեղծելով քվանտային ինտերնետի առաջին իրական նախատիպը։ Եվ ամենակարևորը, այս ցանցը աշխատում էր սենյակային ջերմաստիճանում, ոչ թե բացարձակ 0-ի մոտ, ինչպես նախորդ փորձերը։ Պատկերացրեք աշխարհ, որտեղ յուրաքանչյուր քաղաք, յուրաքանչյուր երկիր, յուրաքանչյուր մայրցամաք կապված է քվանտային ցանցով։ Ոչ թե օպտիկական մանրաթելերով, որոնք փոխանցում են լույսի իմպուլսներ, ոչ թե արբանյակներով, որոնք ուղարկում են ռադիոալիքներ, այլ քվանտային հանգույցներով, որոնք շղարշված են միմյանց հետ, ստեղծելով ակնթարթային կապ, որը ֆիզիկապես անհնար է ընդհատել կամ գաղտնալսել։ Յուրաքանչյուր տվյալ, որը փոխանցվում է այս ցանցով, պաշտպանված է ոչ թե ծրագրային կոդերով, որոնք կարող են կոտրվել, այլ տիեզերքի օտրվել, այլ տիեզերքի հիմնական օրենքներով։ Բայց ինչպես կաշխատի այդպիսի ցանց իրական աշխարհում։ 2024 թվականին Նիդերլանդների Դելֆտի տեխնոլոգիական համալսարանը գործարկեց քվանտային ինտերնետի ալյանսը, միջազգային նախագիծ, որը միավորում է 30 երկրների գիտնականներին։ Նրանց նպատակը պարզ է, բայց հսկայական։ Ստեղծել քվանտային ինտերնետի ստանդարտները, պրոտոկոլները եւ ենթակառուցվածքը։ Ոչ թե տասնամյակներ հետո, այլ հաջորդ 10 տարիների ընթացքում։ Եվ նրանք արդեն ունեն կոնկրետ ճանապարհային քարտեզ։ Առաջին փուլը՝ քվանտային կրկնիչներ։ Դասական ինտերնետում ազդանշանը թուլանում է հեռավորության հետ, եւ մենք օգտագործում ենք կրկնիչներ ուժեղացնելու այն։ Բայց քվանտային վիճակը չես կարող պարզապես պատճենել եւ ուժեղացնել, դա կխախտի քվանտային մեխանիկայի հիմնական սկզբունքները։ Փոխարենը գիտնականները մշակում են քվանտային կրկնիչներ, որոնք օգտագործում են տելեպորտացիա, վիճակը փոխանցելու հաջորդ հանգույցին առանց այն չափելու։ 2025 թվականին չինացի հետազոտողները ցույց տվեցին, որ այդպիսի կրկնիչը կարող է աշխատել 100 կիլոմետր հեռավորության վրա, պահպանելով շղարշումը ավելի քան 95%-ով։ Սա նշանակում է, որ 10 այդպիսի կրկնիչներով դուք կարող եք ծածկել 1000 կիլոմետր, դեռ պահպանելով օգտագործելի քվանտային կապ։ Երկրորդ փուլը՝ քվանտային հիշողություն։ Դասական համակարգիչը պահում է ինֆորմացիան որպես զրոներ եւ մեկեր մագնիսական կամ էլեկտրոնային վիճակներում։ Քվանտային համակարգիչը պետք է պահի կյուբիտները, քվանտային բիթերը, որոնք կարող են լինել միաժամանակ 0 եւ 1։ Բայց կյուբիտները չափազանց նուրբ են։
Նրանք փոխազդում են շրջակա միջավայրի հետ և կորցնում իրենց քվանտային հատկությունները միլիվայրկյանների կամ նույնիսկ միկրովայրկյանների ընթացքում։ Սա կոչվում է դեկոհերենտություն, և դա ամենամեծ խոչընդոտն է քվանտային հաշվողական տեխնիկայի համար։ Բայց 2026 թվականին ավստրալիացի ինժեներները Սիդնեյի համալսարանում ստեղծեցին քվանտային հիշողություն, որը կարող էր պահել կյուբիթը ավելի քան 1 ժամ, օգտագործելով սիլիցիումի մեջ ներդրված հազվագյուտ երկրային տարրեր։ 1 ժամ չի թվում երկար, բայց քվանտային համակարգչի համար, որտեղ գործողությունները տեղի են ունենում նանովայրկյանների ընթացքում, 1 ժամը հավասար է միլիարդավոր գործողությունների։ Սա նշանակում է, որ դուք կարող եք կատարել բարդ հաշվարկներ, պահել միջանկյալ արդյունքները և շարունակել առանց կորցնելու քվանտային ինֆորմացիան։ Երրորդ փուլը՝ սխալների ուղում։ Դասական համակարգիչները օգտագործում են ավելորդություն՝ սխալները հայտնաբերելու և ուղղելու համար։ Եթե մեկ բիթը շփոթվում է, համակարգը կարող է համեմատել այն պատճենների հետ և վերականգնել ճիշտ արժեքը։ Բայց քվանտային համակարգում դուք չեք կարող պատճենել կյուբիթը, դա կխախտի քվանտային մեխանիկայի ոչ կլոնավորման թեորեմը։ Փոխարենը, գիտնականները մշակել են խելացի մեթոդներ, որոնք օգտագործում են բազմաթիվ ֆիզիկական կյուբիտներ, ներկայացնելու մեկ տրամաբանական կյուբիտ։ Եթե մեկ ֆիզիկական կյուբիթը սխալվում է, համակարգը կարող է հայտնաբերել և ուղղել այն, առանց ոչնչացնելու քվանտային ինֆորմացիան։ 2025 թվականին Google-ի քվանտային AI թիմը ցույց տվեց, որ նրանց Sycamore քվանտային պրոցեսորը կարող է հայտնաբերել և ուղղել սխալները ավելի արագ, քան դրանք առաջանում են։ Սա էր առաջին անգամը, երբ քվանտային համակարգը հասավ սխալների շեմին, այն կետին, որտեղ ավելացնելով ավելի շատ կյուբիտներ, իրականում բարելավում է, այլ ոչ թե վատթարացնում է կատարողականությունը։ Սա նման է այն պահին, երբ ինքնաթիռները դարձան բավականաչափ հուսալի կոմերցիոն թռիչքների համար։ Քվանտային համակարգիչները դեռ փորձարարական են, բայց նրանք արագորեն մոտենում են պրակտիկ օգտագործման։ Հիմա պատկերացրեք, թե ինչ կարող է անել քվանտային համակարգիչը, երբ այն միացված է քվանտային ինտերնետին։ Դասական համակարգիչները կարող են համագործակցել, բաժանելով խնդիրները փոքր մասերի և փոխանակելով արդյունքները։ Բայց քվանտային համակարգիչները կարող են անել ավելին։ Նրանք կարող են շղարշել իրենց կյուբիտները միմյանց հետ, ստեղծելով մեկ հսկայական քվանտային համակարգ, որը տարածված է ամբողջ աշխարհում։ Երևակայեք հազարավոր քվանտային համակարգիչներ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում, բոլորը շղարշված միմյանց հետ, բոլորը աշխատում են որպես մեկ համընդհանուր քվանտային ուղեղ։ Ինչ կարող է լուծել այդպիսի համակարգը։ 2024 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները հրապարակեցին ուսումնասիրություն, որը ցույց էր տալիս, որ քվանտային ցանցը կարող է մոդելավորել ամբողջ մարդու ուղեղի նեյրոնային ցանցը իրական ժամանակում։ Ոչ թե պարզեցված մոդել, որը ներկայիս սուպերհամակարգիչները կարող են անել, այլ ամբողջական սիմուլյացիա։ Յուրաքանչյուր նեյրոն, յուրաքանչյուր սինապս, յուրաքանչյուր նեյրոտրանսմիտերի մոլեկուլ։ Սա կարող է հեղափոխել նեյրոգիտությունը, հոգեբուժությունը, գիտակցության ուսումնասիրությունը։ Կամ վերցրեք դեղագործությունը։ Նոր դեղամիջոցի մշակումը այժմ պահանջում է 10 մինչև 15 տարի և ավելի քան $2 միլիարդ։ Ինչու՞։ Որովհետև մենք պետք է փորձարկենք միլիոնավոր հնարավոր մոլեկուլներ, տեսնելու, թե որը կաշխատի։ Բայց քվանտային համակարգիչը կարող է սիմուլյացնել մոլեկուլների քվանտամեխանիկական վարքագիծը ուղղակիորեն։ 2025 թվականին Roche-ի և IBM-ի համատեղ նախագիծը օգտագործեց քվանտային համակարգիչ նախագծելու նոր հակավիրուսային դեղամիջոց ընդամենը 6 ամսում։ Դեղամիջոցը այժմ կլինիկական փորձարկումներում է, և եթե հաջողվի, այն կփրկի միլիոնավոր կյանքեր։ Կամ կլիմայի փոփոխությունը։ Երկրի կլիման անհավանական բարդ համակարգ է։ Օվկիանոսներ, մթնոլորտ, սառույցի ծածկույթներ, անտառներ, քաղաքներ, բոլորը փոխազդում են միմյանց հետ միլիոնավոր ճանապարհներով։ Ներկայիս կլիմայական մոդելները պետք է պարզեցնեն, անտեսեն մանրամասները կռահեն։ Բայց քվանտային համակարգիչը կարող է սիմուլյացնել ամբողջ համակարգը մոլեկուլային մակարդակում։ 2026 թվականին Եվրոպական քվանտային կլիմայի նախաձեռնությունը սկսեց ստեղծել աշխարհի առաջին քվանտային կլիմայական մոդելը։ Նրանց նպատակը կանխատեսել կլիմայի փոփոխությունները ոչ թե տասնամյակներով, այլ դարերով առաջ, այնպիսի ճշգրտությամբ, որը թույլ կտա մեզ պլանավորել և հարմարվել։ Բայց քվանտային տելեպորտացիան ոչ միայն համակարգիչների և հաղորդակցության մասին է, այն նաև կարող է փոխել բժշկությունը ուղղակիորեն։ 2023 թվականին Ստենֆորդի բժշկական դպրոցի հետազոտողները սկսեցին ուսումնասիրել, թե արդյոք քվանտային շղարշումը դեր է խաղում կենսաբանական համակարգերում։
Սա կարծես անհեթեթ գաղափար է։ Ապրող բջիջները տաք, խոնավ, աղմկոտ միջավայրեր են, ճիշտ այն տեսակի տեղերը, որտեղ քվանտային էֆեկտները պետք է անմիջապես ոչնչանան։ Բայց ապացույցները սկսեցին կուտակվել։ Ֆոտոսինթեզը, գործընթացը, որով բույսերը վերածում են լույսը էներգիայի, աշխատում է գրեթե 100% արդյունավետությամբ։ Ինչպես։ 2024 թվականին գերմանացի բիոֆիզիկոսները ցույց տվեցին, որ էներգիան բույսի մեջ տեղափոխվում է օգտագործելով քվանտային շղարշում։ Ֆոտոնը, որը հարվածում է բույսին, ստեղծում է էկսիտոն, էներգիայի քվանտ, որը պետք է գտնի ռեակցիայի կենտրոնը։ Բայց փոխարենը, որ պարզապես քայլի մի ուղղությամբ, էկսիտոնը միաժամանակ ուսումնասիրում է բոլոր հնարավոր ճանապարհները, օգտագործելով քվանտային սուպերպոզիցիա։ Այն գտնում է ամենաարդյունավետ ճանապարհը եւ հասնում է նպատակին գրեթե ակնթարթորեն։ Կամ թռչունների միգրացիան։ Ինչպես են թռչունները նավարկում հազարավոր կիլոմետրեր, գտնելու ճիշտ նույն ձմեռային բնակավայրը տարեցտարի։ 2025 թվականին բրիտանացի օրնիթոլոգները հայտնաբերեցին, որ թռչունների աչքերում կան պրոտեիններ, որոնք պարունակում են շղարշված էլեկտրոններ։ Երբ երկրի մագնիսական դաշտը փոխազդում է այդ էլեկտրոնների հետ, շղարշումը փոխվում է, ստեղծելով ազդանշան, որը թռչունը կարող է տեսնել որպես տեսողական օվերլեյ։ Թռչունը բառացիորեն տեսնում է մագնիսական դաշտը, օգտագործելով քվանտային շղարշում։ Եվ հետո կա մարդու ուղեղը։ 2026 թվականին Օքսֆորդի համալսարանի նեյրոգիտնականները հրապարակեցին վիճահարույց ուսումնասիրություն, որը ցույց էր տալիս, որ միկրոտուբուրները, փոքրիկ կառուցվածքները նեյրոնների ներսում, կարող են պահպանել քվանտային շղարշումը միլիվայրկյանների ընթացքում։ Սա բավական երկար է, որպեսզի ազդի նեյրոնային ազդակների վրա։ Եթե սա ճիշտ է, ապա մարդու գիտակցությունը կարող է լինել մասամբ քվանտային երևույթ։ Ձեր մտքերը, ձեր որոշումները, ձեր ինքնագիտակցությունը կարող են ծագել քվանտային գին գործընթացներից, որոնք տեղի են ունենում ձեր ուղեղի նեյրոնների ներսում։ Սա բացում է անհավանական հնարավորություններ։ Եթե գիտակցությունը քվանտային երևույթ է, ապա տեսականորեն այն կարող է տելեպորտացվել։ Ոչ թե ձեր մարմինը, այլ ձեր մտքերը, ձեր հիշողությունները, ձեր անձնավորությունը։ 2027 թվականին Neuralink ընկերությունը, որը հիմնադրել է Էլոն Մասկը, սկսեց փորձարկել ուղեղ համակարգիչ ինտերֆեյսներ, որոնք կարող են կարդալ եւ գրել նեյրոնային ակտիվությունը։ Ներկայիս տեխնոլոգիան դեռ շատ կոպիտ է, հազարավոր էլեկտրոդներ, որոնք կարող են հայտնաբերել միայն ամենամեծ ազդանշանները։ Բայց երևակայեք, 10 կամ 20 տարի հետո, երբ մենք ունենք նանոսկալայի սենսորներ, որոնք կարող են հետևել յուրաքանչյուր անհատական նեյրոնին։ Երևակայեք, որ դուք կարող եք վերբեռնել ձեր հիշողությունները, ոչ թե որպես վիդեո կամ տեքստ, այլ որպես ուղղակի նեյրոնային օրինաչափություններ։ Մեկ ուրիշը կարող է ներբեռնել այդ հիշողությունները եւ ապրել դրանք այնպես, կարծես դրանք իրենցն են։ Կամ երևակայեք, որ դուք կարող եք պահել ձեր գիտակցությունը։ Երբ ձեր մարմինը ծերանում է, դուք կարող եք տելեպորտացնել ձեր մտավոր վիճակը նոր երիտասարդ մարմնի մեջ, կամ նույնիսկ սինթետիկ մարմնի մեջ, կամ ամպային համակարգչի մեջ, որտեղ դուք կարող եք գոյություն ունենալ որպես թվային գիտակցություն։ Սա հնչում է որպես գիտական ֆանտաստիկա, եւ այժմ այն այդպես էլ է։ Բայց հիշեք, 20 տարի առաջ քվանտային տելեպորտացիան նույնպես գիտական ֆանտաստիկա էր։ 50 տարի առաջ ինտերնետը գիտական ֆանտաստիկա էր։ 100 տարի առաջ ինքնաթիռները գիտական ֆանտաստիկա էին։ Տեխնոլոգիան զարգանում է ոչ թե գծային, այլ էքսպոնենցիալ։ Ամեն տարի մենք կարող ենք անել ավելին, քան նախորդ տարի։ Եվ յուրաքանչյուր նոր հնարավորություն բացում է 10 նոր հնարավորություններ։ Բայց կան նաև վտանգներ։ 2025 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը ստեղծեց քվանտային տեխնոլոգիաների էթիկայի հանձնաժողով, ուսումնասիրելու քվանտային տելեպորտացիայի եւ քվանտային հաշվողական տեխնիկայի էթիկական հետևանքները։ Նրանց առաջին զեկույցը նախազգուշացնում էր մի քանի հիմնական ռիսկերի մասին։ Առաջինը՝ անվտանգությունը։ Քվանտային համակարգիչները կարող են կոտրել գրեթե բոլոր ներկայիս կոդավորման մեթոդները։ Ձեր բանկային հաշիվը, ձեր էլեկտրոնային փոստը, ձեր բժշկական գրառումները, բոլորը պաշտպանված են կոդավորմամբ, որը հիմնված է մաթեմատիկական խնդիրների վրա, որոնք դասական համակարգիչները չեն կարող լուծել ողջամիտ ժամանակում։ Բայց քվանտային համակարգիչը կարող է լուծել այդ խնդիրները րոպեների կամ ժամերի ընթացքում։ 2026 թվականին Ամերիկայի ազգային անվտանգության գործակալությունը սկսեց անցում դեպի հետքվանտային կրիպտոգրաֆիա, նոր կոդավորման մեթոդներ, որոնք պետք է դիմանան քվանտային հարձակումներին։ Բայց այս անցումը կտևի տարիներ, եւ այդ ժամանակ ամբողջ թվային ենթակառուցվածքը խոցելի է։
Երկրորդը՝ անհավասարությունը։ Քվանտային տեխնոլոգիաները չափազանց թանկ են եւ բարդ։ Միայն ամենահարուստ երկրները եւ ամենամեծ կորպորացիաները կարող են թույլ տալ դրանք։ Սա կարող է ստեղծել նոր տեսակի թվային բաժանում, ոչ թե միայն ինտերնետ ունեցողների եւ չունեցողների միջև, այլ քվանտային ինտերնետ ունեցողների եւ դասական ինտերնետ ունեցողների միջև։ 2025 թվականին Աֆրիկյան միությունը գործարկեց քվանտային թռիչք նախագիծը, ապահովելու, որ զարգացող երկրները չմնան յետ քվանտային հեղափոխությունից։ Բայց դա պահանջում է մասսիվ ներդրումներ կրթության, ենթակառուցվածքի եւ հետազոտության մեջ։ Երրորդը՝ գաղտնիությունը։ Եթե գիտակցությունը կարող է տելեպորտացվել կամ պատճենվել, ապա ով է տիրապետում ձեր մտքերին։ Եթե ձեր հիշողությունները կարող են վերբեռնվել, ով է ապահովում, որ դրանք չեն գողացվում կամ փոփոխվում։ 2026 թվականին Եվրոպական միությունը ընդունեց քվանտային գաղտնիության ակտը, սահմանելով խիստ կանոններ նրա համար, թե ինչպես կարող է քվանտային ինֆորմացիան հավաքվել, պահվել եւ օգտագործվել։ Բայց օրենքները միշտ հետ են մնում տեխնոլոգիայից։ Մինչև կառավարությունները հասկանում են նոր տեխնոլոգիան, այն արդեն փոխարինվում է ավելի նորով։ Չորրորդը՝ ինքնությունը։ Եթե ձեր գիտակցությունը կարող է տելեպորտացվել, ապա ով եք դուք։ Եթե կան երկու պատճեն ձեզանից, մեկը սկզբնական, մեկը տելեպորտացված, արդյոք երկուսն էլ իրական են։ Եթե սկզբնականը ոչնչացվում է տելեպորտացիայի ընթացքում, արդյոք դուք մահացել եք, թե պարզապես տեղափոխվել։ Սրանք ոչ թե վերացական փիլիսոփայական հարցեր են։ Սրանք կդառնան իրական, իրավական եւ էթիկական հարցեր, երբ տեխնոլոգիան դառնա հասանելի։ 2027 թվականին Ճապոնիայի Կիոտոյի համալսարանը անցկացրեց առաջին միջազգային համաժողովը քվանտային տելեպորտացիայի էթիկայի վերաբերյալ։ Հարյուրավոր փիլիսոփաներ, գիտնականներ, իրավաբաններ եւ կրոնական առաջնորդներ հավաքվեցին քննարկելու այս հարցերը։ Նրանք չհասան համաձայնության։ Ինչպես կարող էին։ Սրանք հարցեր են, որոնք մարդիկ վիճել են հազարամյակներ։ Ինչ է հոգին, ինչ է ինքնությունը, ինչ է իրականությունը։ Բայց հիմա այս հարցերը այլևս վերացական չեն։ Նրանք դառնում են պրակտիկ, քանի որ մենք ձեռք ենք բերում տեխնոլոգիաներ, որոնք կարող են փոխել հոգու, ինքնության եւ իրականության բնույթը։ Բայց գուցե ամենախորը հարցը սա է. ինչու է քվանտային տելեպորտացիան հնարավոր։ Ինչու է տիեզերքը թույլ տալիս ինֆորմացիայի ակնթարթային փոխանցումը։ Ինչու է շղարշումը գոյություն ունենում։ Պատասխանը հավանաբար կայանում է իրականության ամենախորը բնույթի մեջ։ Շատ ֆիզիկոսներ այժմ կարծում են, որ տարածությունը եւ ժամանակը ոչ թե ֆունդամենտալ են, այլ ծակած։ Նրանք առաջանում են ավելի խորը քվանտային իրականությունից, իրականություն, որտեղ միայն ինֆորմացիան եւ շղարշումը իրական են։ 2026 թվականին Մարկ Վամս Ռամսդոնկը Ստենֆորդի համալսարանում հրապարակեց հեղափոխական տեսություն, որը կոչվում է ծագած տարածություն։ Նրա հավասարումները ցույց էին տալիս, որ տարածությունը բառացիորեն հյուսված է քվանտային շղարշումից։ Երբ երկու մասնիկներ շղաշված են, նրանք ստեղծում են տարածության փոքրիկ թելիկ։ Միլիարդավոր այդպիսի թելիկներ միասին հյուսում են տարածության ֆաբրիկը, որը մենք ապրում ենք։ Սա նշանակում է, որ տարածությունը ոչ թե դատարկ տարածություն է, որտեղ բաները գոյություն ունեն։ Տարածությունը ինքնին բան է։ Բան, որը կազմված է քվանտային կապերից։ Եվ եթե տարածությունը հյուսված է շղարշումից, ապա տելեպորտացիան ոչ թե տարածության միջով տեղափոխություն է, այն տարածության վերակառուցում է։ Երբ դուք տելեպորտացնում եք քվանտային վիճակ, դուք չեք ուղարկում ինչ-որ բան տարածության միջով։ Դուք վերակազմակերպում եք շղարշման թելիկները, որոնք կազմում են տարածությունը։ Դուք բառացիորեն վերահյուսում եք իրականության ֆաբրիկը։ Սա ամբողջովին նոր տեսակետ է տալիս տելեպորտացիայի վերաբերյալ։ Դուք չեք տեղափոխվում տարածության միջով, դուք փոխում եք տարածությունը ինքը։ Եվ եթե մենք կարող ենք սովորել վերահսկել այդ գործընթացը ոչ թե միայն մասնիկների մակարդակում, այլ մակրոսկոպիկ մակարդակում, ապա մենք կարող ենք անել ավելին, քան պարզապես տելեպորտացնել օբյեկտներ։ Մենք կարող ենք ստեղծել նոր տարածություններ, կապել հեռավոր տեղերը, նույնիսկ ստեղծել դարպասներ դեպի այլ տիեզերքներ։ 2027 թվականին Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի տեսաբանները սկսեցին ուսումնասիրել, թե արդյոք քվանտային շղարշումը կարող է ստեղծել որդաբուծվող անցքեր, տարածության եւ ժամանակի կարճ ճանապարհներ, որոնք կապում են հեռավոր կետերը։ Սա հնչում է որպես Star Trek-ի որմհոլներ, բայց մաթեմատիկան իրական է։ Հավասարումները ցույց են տալիս, որ եթե դուք կարող եք ստեղծել բավականաչափ ուժեղ քվանտային շղարշում երկու տեղերի միջև,
ամեն ինչ կփոխվի։ Ճանապարհորդությունը, հաղորդակցությունը, բժշկությունը, գիտությունը, նույնիսկ մեր հասկացողությունը մեր մասին եւ մեր տեղը տիեզերքում։ Բայց մինչ այդ մենք ունենք աշխատանք։ Մենք պետք է կառուցենք քվանտային ինտերնետը։ Մենք պետք է կատարելագործենք քվանտային համակարգիչները։ Մենք պետք է հասկանանք քվանտային շղային շղաշումը կենսաբանական համակարգերում։ Մենք պետք է լուծենք էթիկական եւ իրավական հարցերը, եւ մենք պետք է անենք այս ամենը պատասխանատվությամբ, խոհեմությամբ, հոգացությամբ ապագա սերունդների համար։ Որովհետեւ քվանտային տելեպորտացիան ոչ միայն տեխնոլոգիա է, այն գործիք է։ Գործիք, որը կարող է օգտագործվել ստեղծելու կամ ոչնչացնելու, միավորելու կամ բաժանելու, ազատագրելու կամ վերահսկելու համար։ Եվ ինչպես ցանկացած հզոր գործիք, այն կլինի այն, ինչ մենք դարձնենք այն։ Ընտրությունը մերն է, եւ ժամանակը սկսել ընտրել հենց հիմա է։ 2028 թվականի մարտի 12-ին ժամը 4 առավոտյան Գրինվիչի ժամանակով տեղի ունեցավ ինչ-որ բան, որը շատերը համարում էին անհնար։ 3 մայրցամաքների վրա, Ժնևում, Տոկիոյում եւ Նյու Յորքում, տասնյակ լաբորատորիաներ միաժամանակ ակտիվացրին իրենց քվանտային համակարգերը։ 5 վայրկյանի ընթացքում 12000 կիլոմետր հեռավորության վրա 112 քվանտային հանգույցներ շղաշվեցին միմյանց հետ, ստեղծելով աշխարհի առաջին իսկապես գլոբալ քվանտային ցանցը։ Սա ոչ թե փորձ էր, սա ցուցադրություն էր։ Ապացույց, որ քվանտային ինտերնետը այլևս ապագայի երազանք չէ, այլ ներկայի իրականություն։ Պրոֆեսոր Լի Ժենգը, որը համակարգում էր գործողությունը Շանհայի քվանտային տեղեկատվության ազգային լաբորատորիայից, հետո կասեր. Մենք չէինք պարզապես կապում համակարգիչներ։ Մենք ստեղծում էինք նոր տեսակի իրականություն, որտեղ տեղեկատվությունը գոյություն ունի միաժամանակ բազմաթիվ տեղերում, որտեղ հեռավորությունը կորցնում է իմաստը, որտեղ ամբողջ մոլորակը դառնում է մեկ քվանտային համակարգ։ Այդ 5 վայրկյանների ընթացքում ցանցը փոխանցեց 10 պետաբայթ ինֆորմացիա, բոլորը կոդավորված քվանտային վիճակներում, բոլորը բացարձակապես անվտանգ, բոլորը ակնթարթորեն։ Սա էր պահը, երբ մարդկությունը անցավ նոր դարաշրջան։ Բայց ինչպես հասանք այստեղ։ Ինչպես անցանք մեկ ֆոտոնի տելեպորտացումից մինչև ամբողջ մոլորակը ծածկող քվանտային ցանց ընդամենը 26 տարում։ Պատասխանը կայանում է մի շարք տեխնոլոգիական խորշերում, որոնցից յուրաքանչյուրը թվում էր անհաղթահարելի, մինչև հանկարծ դա չէր։ Առաջին խորշը եկավ 2029 թվականին, երբ Միքիգանի համալսարանի նյութագետները ստեղծեցին նոր տեսակի բյուրեղ՝ պերովսկիտ, որը կարող էր պահպանել քվանտային շղարշումը սենյակային ջերմաստիճանում ավելի քան 1 ժամ։ Մինչ այդ, քվանտային համակարգերը պահանջում էին սառեցում գրեթե բացարձակ 0-ի, -273 աստիճան Ցելսիուս։ Սա նշանակում էր հսկայական թանկ սառեցման համակարգեր, որոնք սպառում էին մեգավատ էներգիա։ Պերովսկիտային բյուրեղները փոխեցին ամեն ինչ։ Հանկարծ քվանտային համակարգիչը կարող էր տեղավորվել սեղանի վրա, աշխատել սովորական էլեկտրական ցանցից, տեղադրվել ցանկացած գրասենյակում կամ լաբորատորիայում։ Երկրորդ խորշը եկավ 2020 թվականին, երբ IBM-ի ինժեներները ստեղծեցին քվանտային տրանզիստոր, սարք, որը կարող էր վերահսկել կյուբիտների հոսքը, նույնպես ինչպես սովորական տրանզիստորը վերահսկում է էլեկտրոնների հոսքը։ Սա թույլ տվեց ստեղծել քվանտային ինտեգրալ սխեմաներ, չիպեր, որոնք պարունակում էին հազարավոր կյուբիտներ մեկ փոքրիկ սիլիցիումի կտորի վրա։ Մինչ այդ, յուրաքանչյուր կյուբիտը պահանջում էր իր սեփական լազերը, իր սեփական մագնիսական դաշտը, իր սեփական վերահսկման համակարգը։ Քվանտային տրանզիստորը թույլ տվեց մասշտաբավորել, ավելացնել ավելի ու ավելի շատ կյուբիտներ առանց համակարգը անվերահսկելի բարդ դարձնելու։ Երրորդ խորշը եկավ 2022 թվականին, երբ Կեմբրիջի համալսարանի մաթեմատիկոսները հայտնաբերեցին նոր ալգորիթմ սխալների ուղղման համար։ Նախորդ մեթոդները պահանջում էին մոտավորապես 1000 ֆիզիկական կյուբիտ, ստեղծելու 1 հուսալի տրամաբանական կյուբիտ։ Նոր ալգորիթմը նվազեցրեց այդ թիվը մինչև 17։ Սա 60 անգամ բարելավում էր արդյունավետությունը։ Հանկարծ 1000 ֆիզիկական կյուբիտներով համակարգը կարող էր ունենալ ոչ թե 1, այլ 59 տրամաբանական կյուբիտ։ Եվ 59 կյուբի բիթը բավական է լուծելու խնդիրներ, որոնք անհնար են ցանկացած դասական համակարգչի համար։ Չորրորդ խորշը եկավ 2023 թվականին, երբ Իսրայելի Վայցմանի ինստիտուտի ֆիզիկոսները ստեղծեցին քվանտային ռեպիտեր, սարք, որը կարող էր ընդլայնել գնել քվանտային կապի հեռավորությունը անսահմանորեն։ Խնդիրն այն էլ, որ քվանտայինին ազդանշանը չես կարող պարզապես ուժեղացնել, ինչպես դասական ազդանշանը։ Յուրաքանչյուր փորձ չափելու կամ պատճենելու քվակն վիճակը ոչնչացնում է այն։ Բայց քվանտային ռեպիտերը օգտագործում էր տելեպորտացիա, վիճակը փոխանցելու հաջորդ հանգույցին առանց այն չափելու։
Սա նման էր փոխանցելու գնդակը մարդկանց շղթայով առանց որևէ մեկի նայելու, թե ինչ գույն է գնդակը։ Յուրաքանչյուր հանգույց պարզապես տելեպորտացնում էր վիճակը հաջորդին, եւ հաջորդը հաջորդին, եւ այսպես շարունակ, մինչեւ այն հասնում էր վերջնական նպատակակետին։ 5-րդ խորշը եկավ 2025 թվականին, երբ Սինգապուրի ազգային համալսարանի ինժեներները ստեղծեցին քվանտային ռուտեր։ Սարք, որը կարող էր ուղղորդել քվանտային ինֆորմացիան բազմաթիվ ուղիներով միաժամանակ։ Դասական ինտերնետում ռուտերը որոշում է, թե որ ճանապարհով ուղարկել տվյալները, հիմնվելով ցանցի ծանրաբեռնվածության, հեռավորության եւ այլ գործոնների վրա։ Բայց քվանտային ռուտերը կարող էր ավելին։ Այն կարող էր ուղարկել տվյալները բոլոր հնարավոր ճանապարհներով միաժամանակ, օգտագործելով քվանտային սուպերպոզիցիա։ Հետո, երբ տվյալները հասնում էին նպատակակետին, բոլոր ճանապարհները փլուզում էին մեկի մեջ, ամենաարդյունավետը։ Սա նշանակում էր, որ քվանտային ինտերնետը միշտ գտնում էր օպտիմալ ճանապարհը, ավտոմատ, ակնթարթորեն, առանց որևէ կենտրոնական վերահսկման։ 6-րդ խորշը եկավ 2026 թվականին, երբ Բրազիլիայի Սաո Պաուլոյի համալսարանի տնտեսագետները ստեղծեցին քվանտային բլոքչեյն, համակարգ, որը օգտագործում էր քվանտային շղարշումը, ստեղծելու բացարձակապես անփոփոխելի գրառումների շղթա։ Դասական բլոքչեյնը հիմնված է կրիպտոգրաֆիայի վրա, որը տեսականորեն կարող է կոտրվել քվանտային համակարգչով։ Բայց քվանտային բլոքչեյնը օգտագործում էր ֆիզիկայի օրենքները, ապահովելու անվտանգությունը։ Յուրաքանչյուր բլոկ շղարշված էր նախորդի հետ, ոչ թե մաթեմատիկապես, այլ ֆիզիկապես։ Փորձը փոխել մեկ բլոկը անմիջապես խախտում էր շղարշումը ամբողջ շղթայում, դարձնելով խաբեությունը ակնհայտ եւ անհնար թաքցնել։ 7-րդ խորշը եկավ 2027 թվականին, երբ Հարավային Կորեայի KAISTE ռոբոտաշինողները ստեղծեցին քվանտային սենսոր, սարք, որը կարող էր հայտնաբերել անհատական ատոմների դիրքը եւ վիճակը իրական ժամանակում։ Սա հնարավոր դարձրեց ստեղծել քվանտային միկրոսկոպներ, որոնք կարող էին տեսնել ոչ միայն ատոմները, այլև նրանց քվանտային վիճակները, նրանց սպինը, էներգիան, շղարշումը։ Առաջին անգամ գիտնականները կարող էին դիտել քվանտային երևույթները ուղղակիորեն, առանց ոչնչացնելու դրանք չափման միջոցով։ Սա նման էր անցնելուց լինելուց կույր դեպի տեսնելու, հանկարծ տեսնելով աշխարհը, որը միշտ եղել է այնտեղ, բայց անտեսանելի էր։ 8-րդ խորշը եկավ 2028 թվականին, երբ Կանադայի Վանկուվերի Բրիտիշ Կոլումբիայի համալսարանի նեյրոգիտնականները ստեղծեցին քվանտային նեյրոինտերֆեյս։ Սա, որը կարող էր կարդալ եւ գրել նեյրոնային ակտիվությունը քվանտային մակարդակում։ Նախորդ ուղղեղ համակարգիչ ինտերֆեյսները կարող էին հայտնաբերել միայն էլեկտրական ազդանշանները, հազարավոր նեյրոնների միջին ակտիվությունը։ Բայց քվանտային նեյրոինտերֆեյսը կարող էր հայտնաբերել անհատական նեյրոնների քվանտային վիճակները, միկրոտուբուլտների ներսում, որտեղ, ինչպես շատերը հավատում են, գիտակցությունը ծագում է։ Սա բացեց հնարավորություն ուղղակիորեն կապակցելու մարդու ուղեղը քվանտային համակարգչին, ոչ թե որպես ներածման սարք, այլ որպես ընդլայնում, որտեղ քվանտային համակարգիչը դառնում է ուղեղի մաս։ 9 խորշը եկավ նույն թվականին, երբ Նորվեգիայի Օսլոյի համալսարանի էներգետիկ ինժեներները ստեղծեցին քվանտային մարտկոց, սարք, որը օգտագործում էր քվանտային շղարշումը, պահելու էներգիան անհավանական խտությամբ։ Դասական մարտկոցները պահում են էներգիան քիմիական կապերում, բայց քվանտային մարտկոցը պահում էր էներգիան շղարշված մասնիկների վիճակներում։ 1 կիլոգրամ քվանտային մարտկոցը կարող էր պահել այնքան էներգիա, որքան 10 տոննա լիթիում-իոնային մարտկոցները։ Սա նշանակում էր, որ էլեկտրական ավտոմեքենան կարող էր վազել 10,000 կիլոմետր մեկ լիցքավորմամբ։ Ինքնաթիռը կարող էր թռչել ամբողջ աշխարհի շուրը առանց վառելիքի լիցքավորման։ Տիեզերանավը կարող էր հասնել Մարս մի քանի շաբաթում, փոխարեն 9 ամիսների։ 10-րդ խորշը եկավ 2029 թվականին, երբ Արգենտինայի Բուենոս Այրեսի համալսարանի կենսաբանները ստեղծեցին քվանտային DNT սեքվենսոր։ Սարք, որը կարող էր կարդալ DNT-ի հաջորդականությունը քվանտային մակարդակում, հայտնաբերելով ոչ միայն նուկլեոտիդների հաջորդականությունը, այլև նրանց քվանտային վիճակները։ Պարզվեց, որ DNT-ն օգտագործում է քվանտային շղարշումը, պաշտպանելու իրեն մուտացիաներից։ Երբ ռադիացիան կամ քիմիական նյութը վնասում է DNT-ի մեկ շղթան, շղարշումը մյուս շղթայի հետ թույլ է տալիս բջջին ակնթարթորեն հայտնաբերել եւ վերանորոգել վնասը։ Սա բացատրում էր, թե ինչու կենդանի օրգանիզմները այդքան դիմացկուն են, նրանք օգտագործում են քվանտային սխալների ուղում բջջային մակարդակում։ 11-րդ խորշը եկավ 2030 թվականին, երբ Էթովպիայի Ադիս Աբեբայի համալսարանի աստղաֆիզիկոսները ստեղծեցին քվանտային տելեսկոպ,
Սարք, որը օգտագործում է շղարշված ֆոտոնները, հայտնաբերելու էկզոպլանետների մթնոլորտում կենսաբանական ազդանշաններ։ Դասական տելեսկոպները սահմանափակված են դիֆրակցիայի սահմանով։ Լույսի ալիքային բնույթը սահմանափակում է, թե որքան մանրամասն կարող ենք տեսնել։ Բայց քվանտային տելեսկոպը օգտագործում էր շղարշված ֆոտոնների զույգեր, հաղթահարելու այդ սահմանը։ Երկու տելեսկոպներ, որոնք տեղակայված էին երկրի հակառակ կողմերում, կարող էին շղարշել իրենց ֆոտոնները և ստեղծել վիրտուալ տելեսկոպ, որի տրամագիծը հավասար էր երկրի տրամագծին։ Սա թույլ տվեց տեսնել մանրամասներ, որոնք 1000 անգամ ավելի փոքր էին, քան ցանկացած դասական տելեսկոպով հնարավոր էր։ 12-րդ խորշը եկավ 2031 թվականին, երբ Նոր Զելանդիայի Օքլենդի համալսարանի քվանտային ինժեներները ստեղծեցին քվանտային ժամանակի մեքենա, սարք, որը կարող էր ուղարկել ինֆորմացիա անցյալ, օգտագործելով փակ ժամանակի կորեր, որոնք ծագում են քվանտային շղարշումից։ Սա հնչում է անհնար, և տեսականորեն դա խախտում է պատճառականությունը։ Բայց հավասարումները ցույց էին տալիս, որ քվանտային մակարդակում ժամանակը ոչ միշտ է հոսում առաջ։ Մասնիկները կարող են փոխազդել իրենց անցյալի և ապագայի տարբերակների հետ, ստեղծելով փակ պատճառական օղակներ։ Առաջին փորձերը ցույց տվեցին, որ կարող է ուղարկել պարզ ազդանշան մի քանի նանովարկյան անցյալ։ Սա բավական չէր փոխելու պատմությունը, բայց բավական էր ապացուցելու, որ ժամանակը, ինչպես տարածությունը, ավելի ճկուն է, քան մենք երբևէ երևակայել ենք։ Եվ վերջապես 13-րդ խորշը եկավ 2032 թվականին, երբ միջազգային տիեզերական կայանի գիտնականները հաջողությամբ տելեպորտացրին մեկ ամբողջ մոլեկուլ, ոչ թե միայն դրա քվանտային վիճակը, այլ ինքը, մոլեկուլը, բոլոր դրա ատոմները, բոլոր դրա էլեկտրոնները, բոլոր դրա քվանտային հատկությունները։ Մոլեկուլը պարզ ջրի մոլեկուլ, 2 ջրածնի ատոմ և 1 թթվածնի ատոմ, ոչնչացվեց մեկ տեղում և վերահայտնվեց մեկ այլ տեղում, 1 մետր հեռու։ Սա էր առաջին անգամը, երբ մակրոսկոպիկ օբյեկտ, ինչ-որ բան, որը կարող ես տեսնել միկրոսկոպով, տելեպորտացվեց։ 1 մետրը չի թվում շատ, բայց տարբերությունը 1 ատոմի և 1 մոլեկուլի միջև նույնքան հսկայական է, որքան տարբերությունը 1 մոլեկուլի և մարդու միջև։ Սա ապացույց էր, որ սկզբունքորեն ցանկացած բան կարող է տելեպորտացվել։ Դա միայն ժամանակի և տեխնոլոգիայի հարց է։ Այս 13 խորշերը միասին ստեղծեցին կատարյալ փոթորիկ, պայմաններ, որոնք դարձրին քվանտային հեղափոխությունը անխուսափելի։ Բայց դեռ մնում էր մեկ հիմնական խնդիր՝ սկեպտիցիզմը։ 2030 թվականին հարցումները ցույց էին տալիս, որ 70% մարդկանց դեռ չէին հավատում, որ քվանտային տելեպորտացիան իրական է։ Դրանք կարծում էին, որ դա գիտական ֆանտաստիկա է, կամ գովազդային հնարք, կամ սխալ մեկնաբանված փորձարարական արդյունք։ Ինչպես կարող ես համոզել մարդկանց, որ ինչ-որ բան, որը հակասում է նրանց ամենօրյա փորձառությանը, իրականում ճիշտ է։ Պատասխանը եկավ 2031 թվականի հունիսի 21-ին, երբ քվանտային տելեպորտացիայի համաշխարհային ցուցադրության օրը 130 երկրներ միաժամանակ անցկացրին հանրային ցուցադրություններ։ Մարդիկ կարող էին գալ և տեսնել քվանտային տելեպորտացիան ուղղակիորեն։ Ոչ թե վիդեոներով, ոչ թե գրաֆիկներով, այլ ուղիղ իրական ժամանակում։ Փոքրիկ էկրանները ցույց էին տալիս շղարշված ֆոտոնները, երբ մեկի վիճակը չափվում էր, մյուսը ակնթարթորեն փոխվում էր։ Լազերային ցուցիչները ցույց էին տալիս ինֆորմացիայի տելեպորտացիան երկու տուփերի միջև, առանց որևէ ֆիզիկական կապի։ Քվանտային համակարգիչները լուծում էին խնդիրներ իրական ժամանակում, խնդիրներ, որոնք դասական համակարգիչը չէր կարող լուծել տարիներում։ Բայց ամենահուզիչ ցուցադրությունը եղավ Լոնդոնում, Թագավորական ինստիտուտում։ Պրոֆեսոր Էմիլի Չենը, որը 15 տարի աշխատել էր քվանտային տելեպորտացիայի վրա, կանգնեց բեմում և ասաց. «Ես գիտեմ, որ շատերը դեռ չեք հավատում։ Ես գիտեմ, որ սա թվում է անհնար։ Այնպես որ ես ձեզ ցույց կտամ ինչ-որ բան, որը կփոխի ձեր մտքերը»։ Նա պահեց իր ձեռքը և ցույց տվեց փոքրիկ ադամանդե չիպ, ոչ ավելի մեծ, քան բրինձի հատիկը։ Այս չիպը պարունակում է 1000 կյուբիտ։ Այն կապված է մեկ այլ չիպի հետ, որը գտնվում է Սիդնեյում, 17000 կիլոմետր հեռու։ Երկու չիպերը շղարշված են։ Հիմա ես կտելեպորտացնեմ ինֆորմացիա այս չիպից դեպի Սիդնեյի չիպը, և դուք կտեսնեք արդյունքը ակնթարթորեն։ Նա սեղմեց կոճակը։ Էկրանը ցույց տվեց երկու պատկեր՝ Լոնդոնի չիպը ձախից, Սիդնեյի չիպը աջից։ Լոնդոնի չիպի վրա հայտնվեց պատկեր Էմիլիի դեմքը։ Եվ նույն ակնթարթին, ոչ թե վայրկյան հետո, ոչ թե միլիվայրկյան հետո, այլ նույն ակնթարթին, նույն պատկերը հայտնվեց Սիդնեյի չիպի վրա։ Հանդիսատեսը լռեց։ Հետո մեկը սկսեց ծափահարել։
Հետո մեկ ուրիշը, հետո ամբուրիշը, հետո ամբողջ դահլիճը պայթեց ծափահարություններով։ Նրանք չէին տեսնում վիդեո, նրանք չէին տեսնում սիմուլյացիա, նրանք տեսնում էին իրական քվանտային տելեպորտացիա, տեղի ունենում իրենց աչքերի առաջ։ Այդ օրվանից հետո սկեպտիցիզմը սկսեց հալվել։ Մարդիկ սկսեցին հասկանալ, որ քվանտային տելեպորտացիան ոչ թե գիտական ֆանտաստիկա է, այլ գիտական փաստ։ Եվ երբ մարդիկ սկսեցին հավատալ, ամեն ինչ արագացավ։ Ներդրումները քվանտային տեխնոլոգիաներում տասնապատկվեցին։ Համալսարանները սկսեցին առաջարկել քվանտային ինժեներության ծրագրեր։ Ընկերությունները սկսեցին նմրցել, ստեղծելու առաջին կոմերցիոն քվանտային արտադրանքները։ Կառավարությունները սկսեցին ներդնել քվանտային անվտանգություն իրենց ենթակառուցվածքներում։ 2032 թվականին Չինաստանը գործարկեց առաջին քվանտային սմարթֆոնը՝ սարք, որը օգտագործում էր քվանտային կոդավորում բոլոր հաղորդակցությունների համար։ Անհնար էր գաղտնալսել զանգերը, կարդալ հաղորդագրությունները, հետևել տեղադրությանը։ Սմարթֆոնը արժեր $10,000, բայց մեկ տարում գինը իջավ մինչև 2000, 2 տարում մինչև 500։ 3 տարում քվանտային սմարթֆոնները դարձան նորմա։ Դասական սմարթֆոնները դարձան հնացած, անվտանգ չէին համարվում, օգտագործում էին միայն երեխաների կամ խաղերի համար։ 2034 թվականին Ճապոնիան գործարկեց առաջին քվանտային բանկը, ֆինանսական հաստատություն, որտեղ բոլոր գործարքները կատարվում էին քվանտային բլոքչեյնով։ Անհնար էր խաբել, անհնար էր հաքել, անհնար էր կեղծել։ Յուրաքանչյուր գործարք ակնթարթորեն ստուգվում էր հազարավոր հանգույցների կողմից, բոլորը շղարշված միմյանց հետ։ Եթե ինչ-որ մեկը փորձեր փոխել գործարքը, շղարշումը կխախտվեր և ամբողջ ցանցը կիմանար անմիջապես։ Մեկ տարում քվանտային բանկը ունեցավ 100 միլիոն հաճախորդ, 2 տարում 1 միլիարդ։ Դասական բանկերը սկսեցին փակվել կամ անցնել ել քվանտային համակարգերի։ 2035 թվականին Եվրոպական միությունը գործարկեց առաջին քվանտային առողջապահական համակարգը, կարգը ցանց, որտեղ բոլոր բժշկական գրառումները պահվում էին քվանտային կոդավորմամբ։ Ձեր դնեթե հաջորդականությունը, ձեր բժշկական պատմությունը, ձեր պատմությունը, ձեր դեղատոմսերը բոլորը պաշտպանված քվանտային մեխանիկայի օրենքներով։ Միայն դուք և ձեր բժիշկը կարող էիք մուտք գործել։ Ոչ ապահովագրական ընկերությունները, ոչ գործատուները, ոչ կառավարությունը։ Սա վերջ դրեց տասնամյակների վիճաբանություններին բժշկական գաղտնիության մասին։ Քվանտային մեխանիկան լուծեց խնդիրը, որը ոչ մի օրենք չէր կարող լուծել։ 2036 թվականին Միացյալ Նահանգները գործարկեց առաջին քվանտային ընտրական համակարգը, որտեղ յուրաքանչյուր ձայն կոդավորվում էր քվանտային վիճակով։ Անհնար էր կեղծել ձայները, անհնար էր հաշվել սխալ, անհնար էր վիճարկել արդյունքները։ Յուրաքանչյուր քվեարկող ստանում էր քվանտային թոքեն, շղարշված ընտրական համակարգի հետ։ Երբ նրանք քվեարկում էին, թոքենը ակնթարթորեն գրանցում էր ձայնը և ոչնչացվում էր, անհնար դարձնելով կրկնակի քվեարկությունը։ Սա վերջ դրեց դարերի վիճաբանություններին ընտրական խաբեության մասին։ Քվանտային մեխանիկան երաշխավորեց, որ ժողովրդավարությունը իսկապես արտացոլում է ժողովրդի կամքը։ 2037 թվականին Հնդկաստանը գործարկեց առաջին քվանտային կրթական համակարգը, որտեղ ուսանողները կարող էին ներբեռնել գիտելիքներ ուղղակիորեն իրենց ուղեղներ, օգտագործելով քվանտային նեյրոինտերֆեյսներ։ Սա ոչ թե մատրիցի «ես գիտեմ կունգ-ֆու» էր, դուք չէիք կարող ակնթարթորեն սովորել նոր հմտություն, բայց դուք կարող էիք արագացնել ուսուցումը 10 անգամ, օգտագործելով քվանտային համակարգիչը որպես արտաքին հիշողություն և մշակման միավոր։ Ուսանողները, որոնք սովորաբար պահանջում էին 4 տարի համալսարանում, կարող էին ավարտել 6 ամսում։ Սա ժողովրդավարացրեց կրթությունը, դարձնելով այն հասանելի յուրաքանչյուրին, անկախ նրանց ֆինանսական կամ աշխարհագրական իրավիճակից։ 2038 թվականին Բրազիլիան գործարկեց առաջին քվանտային կլիմայական վերահսկման համակարգը, ցանց, որը օգտագործում էր քվանտային սենսորներ և քվանտային համակարգիչներ, մոնիտորինգի և կարգավորելու տեղական կլիման։ Սենսորները չափում էին ջերմաստիճանը, խոնավությունը, քամու արագությունը, ամպերի ծածկույթը, միլիոնավոր կետերում միաժամանակ։ Քվանտային համակարգիչը վերլուծում էր տվյալները և կանխատեսում էր եղանակը ժամերով, օրերով, շաբաթներով առաջ, անհավանական ճշգրտությամբ։ Հետո համակարգը կարող էր միջամտել, օգտագործելով դրոններ, ցանելու ամպերը, փոխելու քամու օրինաչափությունները, կարգավորելու ջերմաստիճանը։ Սա ոչ թե եղանակի վերահսկում էր ամբողջ մոլորակի համար, այլ տեղական կլիմայի օպտիմիզացում, կանխելու ծայրահեղ երևույթները, պաշտպանելու բերքը, փրկելու կյանքեր։ 2039 թվականին Ավստրալիան գործարկեց առաջին քվանտային տրանսպորտային համակարգը,
ցանց, որտեղ բոլոր մեքենաները, բոլոր գնացքները, բոլոր ինքնաթիռները կապված էին քվանտային ինտերնետով։ Յուրաքանչյուր տրանսպորտային միջոց գիտեր յուրաքանչյուր մյուսի ճիշտ դիրքը, արագությունը, ուղղությունը ակնթարթորեն։ Անհնար էր բախվել, անհնար էր կանգնել երթևեկության մեջ, անհնար էր ուշանալ։ Համակարգը օպտիմիզացնում էր յուրաքանչյուր ճանապարհորդությունը, գտնելով ամենաարագ, ամենաանվտանգ, ամենաարդյունավետ ճանապարհը։ Երթևեկության պատահարները նվազեցին 99%-ով։ Ճանապարհորդության ժամանակը կրճատվեց կեսով։ Վառելիքի սպառումը նվազեց 70%-ով։ Եվ վերջապես, 2040 թվականին միջազգային տիեզերական գործակալությունը հայտարարեց, որ նրանք պատրաստ են փորձել տելեպորտացնել ապրող օրգանիզմ։ Ոչ թե մարդուն, դեռ ոչ, բայց մանր բակտերիա, Escherichia coli, որը պարունակում է մոտավորապես 5 միլիոն ատոմ։ Սա 5 միլիարդ անգամ ավելի բարդ էր, քան ջրի մոլեկուլը, որը տելեպորտացվել էր 8 տարի առաջ։ Բայց տեխնոլոգիան զարգացել էր։ Քվանտայինի համակարգիչները այժմ ունեին 10 միլիոն քյուբիտ։ Քվանտային սենսորները կարող էին հայտնաբերել յուրաքանչյուր ատոմի վիճակը միկրովայրկյանների ընթացքում։ Քվանտային տելեպորտացիայի համակարգերը կարող էին փոխանցել պետաբայթր ինֆորմացիա վայրկյանում։ Փորձը տեղի ունեցավ մարտի 15-ին 2040 թվականին։ Ամբողջ աշխարհը դիտում էր։ Բակտերիան տեղադրվեց առաջին խցիկում։ Քվանտային սենսորները սկանավորեցին յուրաքանչյուր ատոմը, յուրաքանչյուր էլեկտրոնը, յուրաքանչյուր քվանտային վիճակը։ Տվյալները փոխանցվեցին քվանտային համակարգիչ, որը հաշվարկեց ճիշտ տելեպորտացիայի հաջորդականությունը։ Հետո, 1 վայրկյանի ընթացքում, բակտերիան ոչնչացվեց առաջին խցիկում և վերականգնվեց երկրորդում 10 մետր հեռու։ Գիտնականները անմիջապես ստուգեցին երկրորդ բակտերիան։ Այն ապրում էր, այն շարժվում էր, այն բազմանում էր։ Դենթի հաջորդականությունը նույնական էր։ Մետաբոլիզմը նորմալ էր։ Բոլոր թեստերը ցույց էին տալիս, որ սա նույն բակտերիան էր, ոչ թե պատճենը, ոչ թե նմանը, այլ նույնը, տելեպորտացված։ Աշխարհը պայթեց ուրախությամբ։ Սա էր ապացույցը։ Կենդանի օրգանիզմը կարող էր տելեպորտացվել։ Եթե բակտերիան, ապա ինչու ոչ բույսը։ Եթե բույսը, ապա ինչու ոչ միջատը։ Եթե միջատը, ապա ինչու ոչ կենդանին։ Եթե կենդանին, ապա ինչու ոչ մարդը։ Սա այլևս հարց չէր արդյոք, սա հարց էր երբ։ Եվ պատասխանը, ինչպես պարզվեց, ավելի շուտ էր, քան ցանկացած մեկը սպասում էր։ Որովհետև երբ դուք ապացուցում ես, որ ինչ-որ բան հնարավոր է, երբ դուք ցույց ես տալիս, որ դա աշխատում է, որոնք երբեք չիրականացան։ Թռչող մեքենաները, ատոմային էներգիան, որը կլիներ չափազանց էժան չափելու համար։ Սառը ֆուզիան, որը միշտ 20 տարի հեռու է։ Արհեստական ինտելեկտը, որը պետք է փոխարիներ բոլոր աշխատանքները մինչև 2000 թվականը։ Բայց քվանտային տելեպորտացիան տարբերվում է։ Ոչ թե որովհետև այն ավելի հեշտ է, այլ որովհետև այն արդեն աշխատում է։ Մենք արդեն տելեպորտացրել ենք ֆոտոններ, ատոմներ, մոլեկուլներ, բակտերիաներ։ Սա ոչ թե տեսություն է, սա փաստ է։ Բայց, եւ սա կարևոր բայց է, տարբերությունը մեկ բակտերիայի եւ մեկ մարդու միջև այնքան հսկայական է, որ մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել դրա մասշտաբը։ Մտածեք դրա մասին։ Մեկ բակտերիան պարունակում է մոտավորապես 5 միլիոն ատոմ։ Մարդու մարմինը պարունակում է 7 օկտիլիոն ատոմ։ Դա 7-ը, որին հետևում են 27 0։ Սա նշանակում է, որ մարդը մոտավորապես 14 տրիլիոն անգամ ավելի բարդ է, քան բակտերիան։
Եթե բակտերիայի տելեպորտացումը պահանջեց 1 վայրկյան, ապա մարդու տելեպորտացումը նույն տեխնոլոգիայով կպահանջեր 444 միլիոն տարի։ Սա ավելի երկար է, քան դինոզավրերի անհետացումից ի վեր անցած ժամանակը։ Բայց սպասեք, դուք կասեք, տեխնոլոգիան զարգանում է էքսպոնենցիալ։ Մուրի օրենքը ասում է, որ հաշվողական հզորությունը կրկնապատկվում է ամեն 2 տարին մեկ։ Եթե այդ տեմպերը շարունակվեն, մենք կհասնենք անհրաժեշտ հզորությանը ավելի շուտ, քան կարծում ենք։ Եվ դուք ճիշտ կլինեիք, եթե Մուրի օրենքը կիրառվեր քվանտային համակարգերի նկատմամբ։ Բայց այն չի կիրառվում։ Քվանտային համակարգիչների զարգացումը հետևում է տարբեր կորի։ Այո, մենք ավելացնում ենք ավելի շատ կյուբիտներ ամեն տարի, բայց խնդիրն այն է, որ յուրաքանչյուր նոր կյուբիթը դարձնում է համակարգը ավելի խոցելի սխալների նկատմամբ։ 2040 թվականին մենք ունենք 10 միլիոն կյուբիտ, բայց այդ 10 միլիոն ֆիզիկական կյուբիտները ստեղծում են միայն մոտավորապես 500,000 տրամաբանական կյուբիտ, հաշվի առնելով սխալների ուղումը։ Եվ մարդու տելեպորտացումը կպահանջի ոչ թե միլիոններ, այլ կվինտիլիոններ տրամաբանական կյուբիտներ։ Սա նշանակում է, որ նույնիսկ եթե մենք շարունակենք կրկնապատկել կյուբիտների քանակը ամեն 2 տարին մեկ, ինչը արդեն իսկ օպտիմիստական ենթադրություն է, մենք կպահանջենք ևս մոտավորապես 50 տարի հասնելու անհրաժեշտ մակարդակին։ 50 տարի։ Ոչ թե 10, ոչ թե 20, 50։ Եվ սա ենթադրում է, որ մենք չենք բախվի որևէ հիմնարար ֆիզիկական սահմանափակման, որը դանդաղեցնում կամ կանգնեցնում է առաջընթացը։ Բայց կա ավելի խորը խնդիր։ Խնդիր, որի մասին շատ քիչ մարդիկ են խոսում, բայց որը կարող է լինել ամենակարևորը։ Երբ մենք տելեպորտացնում ենք բակտերիա, մենք չափում ենք յուրաքանչյուր ատոմի վիճակը։ Բայց չափումը քվանտային մեխանիկայում ոչ թե պասիվ դիտարկում է, չափումը փոխազդեցություն է, եւ յուրաքանչյուր փոխազդեցություն փոխում է համակարգը։ Սա կոչվում է դիտորդի էֆեկտ, եւ դա քվանտային մեխանիկայի ամենատարօրինակ ասպեկտներից մեկն է։ Երբ դուք չափում ես էլեկտրոնի դիրքը, դու փոխում ես դրա իմպուլսը։ Երբ դուք չափում ես դրա իմպուլսը, դու փոխում ես դրա դիրքը։ Դուք երբեք չես կարող իմանալ երկուսն էլ միաժամանակ բացարձակ ճշգրտությամբ։ Սա Հայզենբերգի անորոշության սկզբունքն է, եւ դա ոչ թե տեխնոլոգիական սահմանափակում է, այլ տիեզերքի հիմնարար հատկություն։ Հիմա պատկերացրեք, որ դուք փորձում եք չափել 7 օկտիլիոն ատոմի վիճակները մարդու մարմնում։ Յուրաքանչյուր չափում փոխում է համակարգը փոքր-ինչ։ Եվ երբ դուք ունես 7 օկտիլիոն փոքր փոփոխություններ, դրանք կուտակվում են։ Վերջնական արդյունքը կարող է լինել ոչ թե ճիշտ պատճենը, այլ մոտավոր վերականգնումը։ Եվ հարցն այն է, որքան մոտավոր է բավականաչափ մոտավոր։ Եթե 1 ատոմը սխալ տեղում է, դա կարող է լինել անվնաս։ Եթե 1000-ը, դա դեռ կարող է լինել ընդունելի։ Բայց եթե միլիարդը, եթե տրիլիոնը, որ կետում փոքր սխալները կուտակվում են այնպիսի բանի, որը այլևս նույն անձը չէ։ Որ կետում դուք դառնում եք գրեթե դուք։ Եվ սա մեզ բերում է ամենախորը հարցին. ինչ է դուքը։ Եթե մենք տելեպորտացնենք ձեր մարմինը ատոմ առ ատոմ, բայց 1 միլիարդ ատոմ փոքր-ինչ սխալ տեղում են, արդյոք դուք դեռ դուք եք։ Ձեր դնետն նույնն է։ Ձեր ուղեղի կառուցվածքը նույնն է։ Ձեր հիշողությունները նույնն են։ Բայց ֆիզիկապես դուք տարբերվում եք 1 միլիարդ ատոմով։ Արդյոք դա կարևոր է։ Շատ մարդիկ կասեն ոչ։ Վերջի վերջո ձեր մարմնի ատոմները արդեն փոխարինվում են։ Յուրաքանչյուր անգամ, երբ դուք շնչում ես, ուտում ես, խմում ես, դուք ավելացնում ես նոր ատոմներ եւ հեռացնում հինները։ 7 տարում գրեթե բոլոր ատոմները ձեր մարմնում փոխարինվում են, բայց դուք դեռ դուք եք։ Այնպես որ ինչու տելեպորտացիան կլիներ տարբեր։ Բայց կա տարբերություն։ Երբ ձեր ատոմները բնականորեն փոխարինվում են, գործընթացը աստիճանական է։ Ձեր մարմինը վերահսկում է այն։ Յուրաքանչյուր նոր ատոմ ինտեգրվում է համակարգի մեջ կենսաբանական գործընթացների միջոցով, որոնք զարգացել են միլիարդավոր տարիների ընթացքում։ Բայց տելեպորտացիայի ժամանակ փոխարինումը ակնթարթային է։ Բոլոր ատոմները փոխարինվում են միաժամանակ, եւ նոր ատոմները տեղադրվում են ոչ թե կենսաբանական գործընթացների, այլ քվանտային չափումների միջոցով։ Սա կարող է հնչել որպես տեխնիկական մանրամասն, բայց դա կարող է լինել կարևոր, որովհետև կենդանի օրգանիզմները ոչ միայն ատոմների հավաքածու են, նրանք դինամիկ համակարգեր են, որտեղ յուրաքանչյուր մաս փոխազդում է յուրաքանչյուր այլ մասի հետ։ Ձեր սիրտը բաբախում է, ձեր թոքերը շնչում են, ձեր նեյրոնները կրակում են, բոլորը համաժամացված, բոլորը կոորդինացված։ Եթե դուք ակնթարթորեն փոխարինեք բոլոր ատոմները, արդյոք այդ համաժամացումը կպահպանվի։ Արդյոք սիրտը կշարունակի բաբախել ճիշտ ռիթմով։ Արդյոք նեյրոնները կշարունակի կրակել ճիշտ օրինաչափությամբ։ Մենք չգիտենք։
Մենք չենք կարող իմանալ, մինչև մենք փորձենք, եւ փորձելը նշանակում է ռիսկել մարդու կյանք։ Սա է պատճառը, թե ինչու գիտնականները այդքան զգույշ են։ Սա է պատճառը, թե ինչու նրանք չեն շտապում տելեպորտացնել մարդկանց, թեև տեխնոլոգիան տեսականորեն գոյություն ունի։ Որովհետև տարբերությունը տեսականորեն հնարավոր եւ պրակտիկորեն անվտանգ միջև կարող է լինել տասնամյակներ կամ նույնիսկ դարեր։ Բայց ասենք, որ մենք լուծում ենք այս խնդիրները։ Ասենք, որ մենք զարգացնում ենք տեխնոլոգիա, որը կարող է տելեպորտացնել մարդուն բացարձակ ճշգրտությամբ առանց որևէ սխալի, առանց որևէ կորստի։ Ասենք, որ մենք փորձարկում ենք այն կամավորների վրա եւ այն աշխատում է կատարյալ։ Նրանք տելեպորտացվում են եւ նրանք զգում են նույնը, մտածում են նույնը, եւ են նույնը։ Արդյոք դա նշանակում է, որ մենք պատրաստ ենք սկսել տելեպորտացնել մարդկանց զանգվածաբար։ Ոչ անպայման։ Որովհետև կան այլ հարցեր, ոչ թե տեխնիկական, այլ էթիկետիկական, իրավական, փիլիսոփայական։ Առաջին հարցը՝ ինքնությունը։ Եթե ես տելեպորտացվում եմ եւ սկզբնական ես ոչնչացվում է, արդյոք ես մահացել եմ։ Տելեպորտացված տարբերակը ունի իմ հիշողությունները, իմ անձնավորությունը, իմ գիտակցությունը։ Նա կարծում է, որ նա ես է։ Բայց արդյոք նա իսկապես ես է, թե պատճենը, մինչդեռ իրական ես մահացել է։ Սա ոչ թե վերացական փիլիսոփայական հարց է, սա իրական իրավական հարց է։ Եթե ես տելեպորտացվում եմ եւ մահանում եմ, արդյոք իմ կինը դառնում է այրի։ Արդյոք իմ երեխաները ժառանգում են իմ գույքը։ Արդյոք իմ ապահովագրական ընկերությունը վճարում է մահվան փոխհատուցում։ Արդյոք տելեպորտացված տարբերակը ունի իմ իրավունքները, իմ պարտականությունները, իմ պատասխանատվությունները։ Տարբեր երկրներ արդեն սկսել են պատասխանել այս հարցերին տարբեր ձևերով։ Ճապոնիան ընդունեց օրենք, որը ճանաչում է տելեպորտացված անձին որպես նույն իրավական անձը։ Բայց Վատիկանը հայտարարեց, որ տելեպորտացիան սպանություն է, քանի որ այն ոչնչացնում է սկզբնական հոգին։ Սաուդյան Արաբիան արգելեց տելեպորտացիան ամբողջությամբ, որպես աստվածհայհոյություն։ Միացյալ Նահանգները դեռ վիճում են, ամեն նահանգ ունի իր սեփական օրենքները։ Երկրորդ հարցը՝ անվտանգությունը։ Եթե տելեպորտացիան դառնում է սովորական, ինչպես մենք կանխում ենք չարաշահումը, ինչպես մենք ապահովում ենք, որ ոչ ոք չի տելեպորտացվում ձեր տուն, ձեր բանկ, ձեր երկիր։ Ինչպես մենք կանխում ենք, որ ահաբեկիչները չեն տելեպորտացնում ռումբեր։ Ինչպես մենք կանխում ենք, որ հանցագործները չեն տելեպորտացվում բանտից։ Քվանտային տելեպորտացիան պահանջում է երկու հանգույց՝ ուղարկող եւ ստացող։ Դուք չես կարող տելեպորտացվել ուղղակիորեն ցանկացած տեղ։ Դուք կարող են տելեպորտացվել միայն այնտեղ, որտեղ արդեն կա տելեպորտացիայի հարթակ։ Սա նշանակում է, որ տելեպորտացիան բնականաբար սահմանափակված է։ Բայց դա նաև նշանակում է, որ ով վերահսկում է հարթակները, վերահսկում է տելեպորտացիան։ Եվ դա հսկայական իշխանություն է։ 2041 թվականին Միացյալ Ազգերի կազմակերպությունը ստեղծեց տելեպորտացիայի միջազգային կարգավորման գործակալությունը, փորձելով ստանդարտացնել կանոնները եւ կանխել չարաշահումը։ Բայց դա նման է փորձելու կարգավորել ինտերնետը, յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական օրենքները, իր սեփական սահմանափակումները, իր սեփական օրակարգը։ Երրորդ հարցը՝ անհավասարությունը։ Տելեպորտացիան չափազանց թանկ է։ Մեկ անգամ տելեպորտացիան ներկայումս արժե մոտավորապես $5 միլիոն։ Սա նշանակում է, որ միայն ամենահարուստները կարող են թույլ տալ այն։ Եվ եթե միայն հարուստները կարող են տելեպորտացվել, ապա նրանք ստանում են հսկայական առավելություն։ Նրանք կարող են ապրել ցանկացած տեղ եւ աշխատել ցանկացած տեղ։ Նրանք կարող են խուսափել երթևեկությունից, աղետներից, հիվանդություններից։ Նրանք կարող են մուտք գործել հնարավորություններ, որոնք անհասանելի են մյուսների համար։ Սա կարող է ստեղծել նոր տեսակի դասակարգային համակարգ, ոչ թե հիմնված հարստության կամ իշխանության վրա, այլ հիմնված տեղաշարժման վրա։ Նրանք, ովքեր կարող են տելեպորտացվել, եւ նրանք, ովքեր չեն կարող։ Եվ այդ բաժանումը կարող է դառնալ ավելի խորը, քան ցանկացած այլ անհավասարություն պատմության մեջ։ Չորրորդ հարցը՝ գաղտնիությունը։ Տելեպորտացիան պահանջում է սկանավորել ձեր ամբողջ մարմինը ատոմային մակարդակում։ Սա նշանակում է, որ տելեպորտացիայի համակարգը գիտի ամեն ինչ ձեր մասին։ Ձեր ԴՆԹ հաջորդականությունը, ձեր բժշկական պատմությունը, ձեր գենետիկական հակվածությունները, ամեն ինչ։ Ով է տիրապետում այդ ինֆորմացիային։ Ինչպես է այն պաշտպանված։ Ինչպես մենք ապահովում ենք, որ այն չի օգտագործվում ձեր դեմ։ Ինչպես մենք կանխում ենք, որ ապահովագրական ընկերությունները չեն մերժում ձեզ, հիմնվելով ձեր գենետիկական ռիսկերի վրա։ Ինչպես մենք կանխում ենք, որ գործատուները չեն խտրականություն անում ձեր դեմ, հիմնվելով ձեր կենսաբանական տվյալների վրա։ Հինգերորդ հարցը՝ ինքնությունը։
Եթե տելեպորտացիան դառնում է սովորական, ինչպես մենք ապահովում ենք, որ դուք իսկապես դուք եք։ Ինչպես մենք կանխում ենք, որ ինչ-որ մեկը չի ստեղծում ձեր պատճենը։ Ինչպես մենք կանխում ենք, որ ինչ-որ մեկը չի փոխում ձեր տվյալները տելեպորտացիայի ընթացքում։ Քվանտային կոդավորումը պետք է դարձնի սա անհնար, բայց պետք է եւ տարբեր բաներ են։ Պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր անվտանգության համակարգ, որ երբևէ ստեղծվել է, վերջապես կոտրվել է։ Եվ եթե ինչ-որ մեկը կարողանա կոտրել տելեպորտացիայի անվտանգությունը, նրանք կարող են ոչ միայն գողանալ ձեր ինքնությունը, այլև ստեղծել ձեր անսահման պատճեններ։ 6-րդ հարցը՝ մահը։ Եթե մենք կարող ենք տելեպորտացնել մարդկանց, արդյոք մենք կարող ենք նաև պահել նրանց։ Արդյոք մենք կարող ենք սկանավորել մարդուն, պահել տվյալները եւ հետո վերականգնել նրանց հետո։ Սա կլիներ տեսակ անմահություն, ոչ թե կենսաբանական, այլ ինֆորմացիոն։ Բայց եթե մենք կարող ենք վերականգնել մարդուն նրանց մահից հետո, արդյոք նրանք իսկապես մահացել են։ Եվ եթե մենք կարող ենք վերականգնել նրանց բազմիցս, արդյոք յուրաքանչյուր վերականգնումը նույն անձն է, թե նոր անձ նույն հիշողություններով։ 7-րդ հարցը՝ էվոլյուցիան։ Մարդիկ էվոլյուցիայի արդյունք են 4 միլիարդ տարվա բնական ընտրության, մուտացիայի, հարմարվողականության։ Մեր մարմինները օպտիմիզացված են ապրելու համար երկրի վրա, այս ձգողականության, այս մթնոլորտի, այս ջերմաստիճանի համար։ Բայց եթե մենք կարող ենք տելեպորտացնել մարդկանց, արդյոք մենք կարող ենք նաև փոխել նրանց։ Արդյոք մենք կարող ենք տելեպորտացնել մարդու Մարս, բայց փոխել նրանց դնեթն, դարձնելու նրանց ավելի հարմարվող ցածր ձգողականությանը բարակ մթնոլորտին։ Արդյոք մենք կարող ենք տելեպորտացնել մարդուն ջրի տակ, բայց ավելացնել ճարպակալներ, որպեսզի նրանք կարողանան շնչել ջրի տակ։ Արդյոք մենք կարող ենք տելեպորտացնել մարդուն տիեզերք, բայց փոխել նրանց մետաբոլիզմը, դարձնելու նրանց ավելի դիմացկուն ռադիացիային։ Սա կբացեր անհավանական հնարավորություններ, բայց դա նաև կբարձրացներ անհավանական հարցեր։ Որ կետում փոփոխված մարդը դադարում է լինել մարդ։ Որ կետում մենք դառնում ենք ինչ-որ այլ բան։ 8-րդ հարցը՝ գիտակցությունը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք չգիտենք, թե ինչպես է այն ծագում ուղեղից։ Մենք չգիտենք, թե արդյոք այն քվանտային երևույթ է, թե դասական։ Մենք չգիտենք, թե արդյոք այն կարող է գոյություն ունենալ առանց ֆիզիկական մարմնի։ Եթե մենք տելեպորտացնում ենք մարդուն, արդյոք մենք տելեպորտացնում ենք նրանց գիտակցությունը։ Կամ արդյոք մենք պարզապես ստեղծում ենք նոր գիտակցություն, որը կարծում է, որ այն սկզբնականն է։ Ինչպես մենք կարող ենք իմանալ։ Ինչպես մենք կարող ենք փորձարկել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք չունենք։ Եվ սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք պետք է ունենանք նախքան մենք սկսենք տելեպորտացնել մարդկանց զանգվածաբար։ Որովհետև եթե մենք սխալվենք, եթե մենք շտապենք, եթե մենք անտեսենք այս հարցերը, մենք կարող ենք ստեղծել աղետ, որը գերազանցում է ցանկացած բան, ինչ մարդկությունը երբևէ տեսել է։ Բայց սա չի նշանակում, որ մենք պետք է կանգ առնենք։ Սա չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք քվանտային տելեպորտացիայից։ Սա նշանակում է, որ մենք պետք է առաջ գնանք զգույշ, խոհեմ, պատասխանատվությամբ։ Մենք պետք է հարցնենք դժվար հարցերը։ Մենք պետք է լսենք դժվար պատասխանները։ Մենք պետք է պատրաստ լինենք ասել ոչ, երբ ռիսկերը գերազանցում են օգուտները։ 2042 թվականին Միջազգային քվանտային էթիկայի հանձնաժողովը հրապարակեց իր առաջին մեծ զեկույցը։ Զեկույցը, որը պատրաստվել էր 3 տարի եւ ներառում էր հարյուրավոր փորձագետների, ֆիզիկոսներից մինչեւ փիլիսոփաներ, բժիշկներից մինչեւ իրավաբաններ, կրոնական առաջնորդներից մինչեւ էթիկայի մասնագետներ։ Զեկույցը եզրակացրեց, որ մարդկային տելեպորտացիան տեսականորեն հնարավոր է, բայց պրակտիկորեն մենք դեռ պատրաստ չենք։ Զեկույցը առաջարկեց 10 հիմնական սկզբունք, որոնք պետք է առաջնորդեն քվանտային տելեպորտացիայի զարգացումը։ Առաջին՝ անվտանգությունը առաջինն է։ Ոչ մի տելեպորտացիա չպետք է փորձվի, եթե կա որևէ զգալի ռիսկ վնասի կամ մահվան համար։ Երկրորդ՝ համաձայնությունը պարտադիր է։ Ոչ ոք չպետք է տելեպորտացվի առանց իրենց լիարժեք տեղեկացված համաձայնության։ Երրորդ՝ ինքնությունը պաշտպանված է։ Տելեպորտացված անձը պետք է ճանաչվի որպես նույն իրավական եւ էթիկական անձը, ինչ սկզբնականը։ Չորրորդ՝ գաղտնիությունը երաշխավորված է։ Տելեպորտացիայի տվյալները պետք է պաշտպանվեն ամենաբարձր մակարդակով եւ երբեք չօգտագործվեն առանց անձի համաձայնության։ 5-րդ՝ հասանելիությունը ապահովված է։ Տելեպորտացիան չպետք է լինի միայն հարուստների արտոնություն, այլ պետք է դառնա հասանելի բոլորին։ 6-րդ՝ կարգավորումը անհրաժեշտ է։
Տելեպորտացիան պետք է կարգավորվի միջազգային մակարդակով, ապահովելու անվտանգությունը եւ կանխելու չարաշահումը։ 7. Թափանցիկությունը նպարտադիր է։ Տելեպորտացիայի տեխնոլոգիան պետք է լինի բաց եւ թափանցիկ, թույլ տալով հանրային վերահսկողություն եւ քննադատություն։ 8. Հետազոտությունը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք ուսումնասիրել տելեպորտացիայի հիմնարար գիտությունը, հասկանալու դրա սահմանափակումները եւ հնարավորությունները։ 9. Կրթությունը կարևոր է։ Հանրությունը պետք է կրթվի տելեպորտացիայի մասին, դրա օգուտների եւ ռիսկերի, դրա հնարավորությունների եւ սահմանափակումների մասին։ 10. Համբերությունը առաքինություն է։ Մենք չպետք է շտապենք դեպի մարդկային տելեպորտացիան։ Մենք պետք է առաջ գնանք միայն այն ժամանակ, երբ մենք համոզված ենք, որ այն անվտանգ է, էթիկական է եւ պատասխանատու է։ Այս սկզբունքները ընդունվեցին 155 երկրների կողմից։ Նրանք դարձան հիմքը տելեպորտացիայի միջազգային պայմանագրի համար, որը ստորագրվեց 2043 թվականին։ Պայմանագիրը սահմանեց խիստ կանոններ տելեպորտացիայի հետազոտության եւ զարգացման համար։ Այն արգելեց մարդկային տելեպորտացիան մինչև 2050 թվականը, տալով գիտնականներին ժամանակ լուծելու տեխնիկական եւ էթիկական խնդիրները։ Շատերը բողոքեցին։ Նրանք ասացին, որ սա դանդաղեցնում է առաջընթացը, որ սա խանգարում է նորարարությանը, որ սա զրկում է մարդկությանը անհավանական հնարավորությունից։ Բայց մյուսները պաշտպանեցին որոշումը։ Նրանք ասացին, որ սա ոչ թե դանդաղեցում է, այլ խոհեմություն, որ սա ոչ թե խանգարում է, այլ պաշտպանություն, որ սա ոչ թե զրկում է, այլ ապահովում է, որ երբ տելեպորտացիան գա, այն կգա անվտանգ, էթիկական եւ պատասխանատու ձևով։ Եվ այսպես մենք սպասում ենք։ Մենք շարունակում ենք հետազոտել, շարունակում ենք զարգացնել, շարունակում ենք փորձարկել։ Բայց մենք չենք շտապում։ Մենք չենք վերցնում անհարկի ռիսկեր։ Մենք առաջ ենք գնում քայլ առ քայլ, զգույշ, խոհեմ, պատասխանատվությամբ։ Որովհետև քվանտային տելեպորտացիան ոչ միայն տեխնոլոգիա է, այն գործիք է, գործիք, որը կարող է փոխել ամեն ինչ։ Եվ ինչպես ցանկացած հզոր գործիք, այն պետք է օգտագործվի խոհեմությամբ։ Մենք պետք է հարգենք դրա հզորությունը։ Մենք պետք է հասկանանք դրա սահմանափակումները։ Մենք պետք է պատրաստ լինենք դրա հետևանքներին։ Եվ երբ այդ օրը գա, երբ մենք վերջապես պատրաստ ենք, երբ մենք վերջապես համոզված ենք, երբ մենք վերջապես կարող ենք ասել, այո, մենք կարող ենք անել սա անվտանգ, էթիկական, պատասխանատու ձևով, ապա քվանտային տելեպորտացիան կդառնա ոչ թե սարսափելի տեխնոլոգիա, այլ հրաշալի նվեր։ Նվեր, որը կմիավորի մարդկությանը, կբացի տիեզերքը, կստեղծի ապագա, որը մենք միայն կարող ենք երազել։ Բայց մինչ այդ մենք սպասում ենք։ Մենք աշխատում ենք, մենք սովորում ենք, եւ մենք հույս ունենք, որ երբ այդ օրը գա, մենք կլինենք պատրաստ։ Բայց հիմա, երբ մենք խոսեցինք տեխնոլոգիայի մասին, երբ մենք քննարկեցինք ռիսկերը եւ սահմանափակումները, ես ուզում եմ, որ մենք քայլ հետ կատարենք։ Ես ուզում եմ, որ մենք նայենք ավելի խորը։ Որովհետև քվանտային տելեպորտացիան ոչ միայն տեխնոլոգիայի մասին է, այն պատուհան է դեպի ինչ-որ ավելի ֆունդամենտալ։ Ինչ-որ բան, որը փոխում է մեր հասկացողությունը իրականության, գոյության եւ մեր տեղի մասին այս տիեզերքում։ Մտածեք դրա մասին։ Երբ երկու մասնիկներ շղարշված են, հեռավորությունը նրանց միջև դառնում է անիմաստ։ Նրանք գոյություն ունեն մեկ միասնական վիճակում, անկախ նրանից, թե որքան հեռու են միմյանցից։ Սա ոչ թե մետաֆորա է, սա ոչ թե պոեզիա է, սա մաթեմատիկական փաստ է, որը ապացուցված է հազարավոր փորձերով։ Բայց ինչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ տարածությունը, ինչպես մենք ենք ապրում այն, հավանաբար ոչ թե ֆունդամենտալ է։ Տարածությունը ծակած է։ Այն առաջանում է ավելի խորը իրականությունից, իրականություն, որտեղ այստեղ եւ այնտեղ դեռ չեն առաջացել։ Իրականություն, որտեղ ամեն ինչ կապված է ամեն ինչի հետ, ոչ թե տարածության միջով։
Ապա ինչ է սա նշանակում անհատականության համար։ Ինչ է սա նշանակում եսի համար։ Արևմտյան փիլիսոփայությունը հազարամյակներ շարունակ վիճել է այս հարցի շուրջ։ Դեկարտը ասաց. ես մտածում եմ, հետևաբար ես գոյություն ունեմ։ Նա հավատում էր, որ եսը առանձին է մարմնից, առանձին է աշխարհից։ Բայց բուդդիզմը սովորեցրել է հակառակը՝ անատման, ոչ ինքնության գաղափարը։ Գաղափարը, որ եսը պատրանք է, որ մենք ոչ թե առանձին էակներ ենք, այլ ժամանակավոր օրինաչափություններ անդադար փոփոխվող տիեզերքում։ Քվանտային մեխանիկան ցույց է տալիս, որ երկու տեսակետներն էլ մասամբ ճիշտ են և մասամբ սխալ։ Այո, դուք առանձին եք, դուք ունեք ձեր սեփական մարմինը, ձեր սեփական մտքերը, ձեր սեփական փորձառությունը։ Բայց ոչ, դուք ամբողջովին առանձին չեք։ Դուք կապված եք ամեն ինչի հետ քվանտային մակարդակում։ Դուք միաժամանակ եք և մասնիկ, և ալիք, և անհատական, և տիեզերքի մաս։ Սա ոչ թե հակասություն է, սա կոմպլեմենտարություն է։ Նիլս Բորի գաղափարը, որ երկու հակառակ ճշմարտությունները կարող են լինել միաժամանակ ճիշտ։ Լույսը միաժամանակ մասնիկ է և ալիք։ Էլեկտրոնը միաժամանակ այստեղ է և այնտեղ։ Եվ դուք միաժամանակ անհատ ես և տիեզերքի մաս։ Բայց եթե սա ճիշտ է, ապա տելեպորտացիան ձեռք է բերում նոր իմաստ։ Երբ դուք տելեպորտացվում ես, դուք չես տեղափոխվում տարածության միջով։ Դուք վերակազմակերպում ես քվանտային կապերը, որոնք սահմանում են, թե որտեղ ես դուք գոյություն ունենում։ Դուք չես փոխում ձեր դիրքը տարածության մեջ, դուք փոխում ես տարածությունը ինքը։ Սա նման է հին Զենկոանին։ Ո՞րն է ձեր սկզբնական դեմքը, նախքան ձեր ծնողների ծնունդը։ Հարցը հարցնում է. ով ես դուք ձեր ֆիզիկական ձևից առաջ։ Ով ես դուք ձեր մարմնից, ձեր մտքերից, ձեր հիշողություններից առաջ։ Եվ պատասխանը ըստ ձենի այն է, որ դուք ոչինչ ես և ամեն ինչ։ Դուք դատարկություն ես, որը պարունակում է բոլոր հնարավորությունները։ Քվանտային մեխանիկան ասում է նույնը տարբեր լեզվով։ Նախքան չափումը, մասնիկը գոյություն ունի սուպերպոզիցիայի մեջ, բոլոր հնարավոր վիճակների միաժամանակյա համադրություն։ Այն ոչ այստեղ է, ոչ այնտեղ, այլ բոլոր տեղերում միաժամանակ։ Միայն երբ մենք չափում ենք, երբ մենք դիտում ենք, մասնիկը ընտրում է մեկ վիճակ և դառնում է որոշակի։ Սա նշանակում է, որ իրականությունը որոշակի իմաստով ստեղծվում է դիտարկման միջոցով։ Ոչ թե այն իմաստով, որ մենք կարող ենք ստեղծել ցանկացած բան, որ ուզում ենք, այլ այն իմաստով, որ մինչև մենք դիտում ենք, իրականությունը գոյություն ունի հնարավորությունների ամպի մեջ։ Եվ դիտարկումը փլուզում է այդ ամպը մեկ որոշակի իրականության մեջ։ Բայց ո՞վ է դիտորդը։ Արդյոք դա միայն գիտակից էակներն են, մարդիկ, կենդանիներ, թե ցանկացած չափման սարք, թե տիեզերքը ինքը։ Սա մեկն է քվանտային մեխանիկայի ամենախորը և ամենավիճելի հարցերից։ Եվ մենք դեռ չունենք պատասխան։ Ինչ մենք գիտենք, այն է, որ գիտակցությունը և քվանտային մեխանիկան կապված են որոշ խորը, խորհրդավոր ձևով։ Ջոն ֆոն Նեյմանը, մաթեմատիկայի հսկաներից մեկը, առաջարկել այլ ստեղծվում է, ապա մենք ունենք ընտրություն։ Ոչ թե անսահման ընտրություն։ Մենք դեռ սահմանափակված ենք ֆիզիկայի օրենքներով, բայց ընտրություն այնուամենայնիվ։ Ընտրություն, թե ինչպես մենք դիտում ենք, ինչպես մենք չափում ենք, ինչպես մենք փոխազդում ենք։ Եվ սա մեզ բերում է հետ դեպի տելեպորտացիան։ Որովհետև տելեպորտացիան, վերջին հաշվով, ընտրություն է։ Ընտրություն, թե ինչպես մենք սահմանում ենք մեզ։ Ընտրություն, թե որտեղ մենք ուզում ենք գոյություն ունենալ։ Ընտրություն, թե ինչպես մենք մասնակցում ենք իրականության ստեղծմանը։ Բայց կա ևս մեկ խորը հարց, որը մենք պետք է հարցնենք։ Հարց, որը գնում է դեպի գոյության սիրտը։
Եթե մենք կարող ենք տելեպորտացնել մարդուն, եթե մենք կարող ենք վերականգնել նրանց ատոմ առ ատոմ, ապա ինչ է այն, ինչը դարձնում է նրանց նրանք։ Ինչ է այն էությունը, որը պահպանվում է տելեպորտացիայի ընթացքում։ Արևմտյան փիլիսոփայությունը կասեր հոգին։ Բայց ինչ է հոգին քվանտային տերմիններով։ Արդյոք դա ինֆորմացիայի օրինաչափությունն է։ Արդյոք դա քվանտային վիճակների կոնֆիգուրացիան։ Արդյոք դա ինչ-որ բան ավելին, ինչ-որ բան, որը չի կարող չափվել կամ տելեպորտացվել։ Մենք չգիտենք։ Եվ սա ամենազարմանալին է։ Մենք ապրում ենք դարաշրջանում, երբ մենք կարող ենք տելեպորտացնել ատոմներ, մոլեկուլներ, նույնիսկ կենդամպերյաներ։ Մենք կարող ենք նրանց բակտերիաներ։ Մենք կարող ենք շղարշել մասնիկներ հազարավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Մենք կարող ենք ստեղծել քվանտային համակարգիչներ, որոնք լուծում են խնդիրներ, որոնք անհնար են դասական համակարգիչների համար։ Բայց մենք դեռ չգիտենք, թե ինչ է գիտակցությունը։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է հոգին։ Մենք դեռ չգիտենք, թե ինչ է դարձնում մեզ։ Եվ գուցե սա լավ է։ Գուցե որոշ հարցեր պետք է մնան առանց պատասխանի։ Գուցե խորհուրդը մաս է գեղեցկությունից։ Բայց հիմա, երբ մենք խոսեցինք փիլիսոփայության մասին, երբ մենք ուսումնասիրեցինք խորը հարցերը, ես ուզում եմ, որ մենք վերադառնանք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Հիշում եք, թե ինչպես սկսեցինք այս ճանապարհորդությունը։ Մենք սկսեցինք մի պարզ դիտարկումով։ Ձեր ուղեղը փոխանցում է ազդանշաններ միլիվայրկյանների ընթացքում։ Բայց հետո մենք տեսանք, որ քվանտային տելեպորտացիան կարող է փոխանցել ինֆորմացիա ակնթարթորեն։ Ոչ միլիվայրկյաններ, ոչ նանովայրկյաններ, 0 ժամանակ, ակնթարթորեն։ Եվ սա մեզ տանում է դեպի վերջնական հարցը։ Եթե ինֆորմացիան կարող է ճանապարհորդել ակնթարթորեն, եթե հեռավորությունը կարող է դառնալ անիմաստ, եթե տարածությունը ինքը ծագած է, ապա ինչ է սա նշանակում մեր համար, որպես մարդիկ, որպես գիտակից էակներ, որպես տիեզերքի մաս։ Սա նշանակում է, որ մենք ավելի կապված ենք, քան երբևէ երևակայել ենք։ Ոչ միայն միմյանց հետ, այլ ամեն ինչի հետ։ Յուրաքանչյուր ատոմ ձեր մարմնում մեկ անգամ եղել է աստղի մաս։ Յուրաքանչյուր մասնիկ ձեր ուղեղում կապված է մասնիկների հետ ամբողջ տիեզերքում։ Դուք ոչ թե առանձին կղզի եք, դուք հանգույց եք տիեզերական ցանցում։ Բայց սա նաև նշանակում է, որ մենք ունենք ընտրություն։ Ընտրություն, թե ինչպես մենք օգտագործում ենք այս գիտելիքը։ Ընտրություն, թե ինչպես մենք զարգացնում ենք այս տեխնոլոգիան։ Ընտրություն, թե ինչպիսի ապագա մենք ուզում ենք ստեղծել։ Մենք կարող ենք օգտագործել քվանտային տելեպորտացիան, միավորելու մարդկությանը, բացելու տիեզերքը, ստեղծելու ապագա, որտեղ հեռավորությունը այլևս խոչընդոտ չէ։ Կամ մենք կարող ենք օգտագործել այն, բաժանելու, վերահսկելու, ստեղծելու նոր տեսակի անհավասարություն։ Ընտրությունը մերն է, բայց ընտրությունը պետք է արվի հիմա, ոչ թե 10 տարի հետո, երբ տեխնոլոգիան արդեն տարածված է։ Ոչ թե 20 տարի հետո, երբ արդեն ուշ է փոխելու ուղղությունը, այլ հիմա, երբ մենք դեռ ունենք ժամանակ ընտրելու խոհեմությամբ։ Եվ սա պահանջում է, որ մենք հարցնենք դժվար հարցերը։ Ոչ միայն կարող ենք մենք անել սա, այլ պետք է մենք անենք սա։ Ոչ միայն ինչպես է սա աշխատում, այլ ինչու է սա կարևոր։ Ոչ միայն երբ կլինի սա պատրաստ, այլ արդյոք մենք պատրաստ ենք դրա համար։ Որովհետև տեխնոլոգիան միշտ առաջ է գնում, բայց իմաստությունը ոչ։ Իմաստությունը պետք է սովորվի, մշակվի, փոխանցվի սերնդից սերունդ։ Եվ մենք ապրում ենք ժամանակում, երբ տեխնոլոգիան առաջ է գնում ավելի արագ, քան իմաստությունը կարող է հետևել։ Սա վտանգ է, բայց նաև հնարավորություն։ Հնարավորություն սովորելու անցյալի սխալներից։ Հնարավորություն ստեղծելու ապագա, որը ավելի իմաստուն է, ավելի կարեկից է, ավելի կապված է։ Եվ քվանտային տելեպորտացիան կարող է լինել գործիքը, որը մեզ օգնում է հասնել այդ ապագային։ Ոչ թե որովհետև այն թույլ է տալիս մեզ տեղափոխվել ավելի արագ, այլ որովհետև այն ցույց է տալիս մեզ ինչ-որ ավելի խորը։ Այն ցույց է տալիս, որ բաժանումը պատրանք է, որ հեռավորությունը պատրանք է, որ մենք բոլորս կապված ենք, ոչ թե մետաֆորիկորեն, այլ բառացիորեն, ֆիզիկապես, քվանտային մակարդակում։ Եվ երբ մենք իսկապես հասկանում ենք սա, երբ մենք իսկապես զգում ենք սա, ամեն ինչ փոխվում է։ Մենք այլևս չենք տեսնում մեզ որպես առանձին անհատներ, որոնք մրցում են սահմանափակ ռեսուրսների համար։ Մենք տեսնում ենք մեզ որպես մեկ տիեզերական օրգանիզմի բջիջներ, յուրաքանչյուրը կարևոր, յուրաքանչյուրը կապված, յուրաքանչյուրը մաս ավելի մեծ ամբողջության։ Սա ոչ թե նոր գաղափար է։ Հազարամյակներ շարունակ միստիկները, փիլիսոփաները, հոգևոր ուսուցիչները սովորեցրել են սա։ Բայց հիմա, առաջին անգամ պատմության մեջ, գիտությունը հաստատում է այն, ինչ միստիկները միշտ գիտել են։ Մենք բոլորս մեկ ենք։
Բայց մեկ չի նշանակում նույնը։ Յուրաքանչյուր ձնահյուսի եզակի է, բայց բոլորը ջուր են։ Յուրաքանչյուր ալիք եզակի է, բայց բոլորը ովկոլո օվկիանոս են։ Յուրաքանչյուր մարդ եզակի է, բայց բոլորս տիեզերք ենք։ Եվ սա է քվանտային տելեպորտացիայի վերջնական դասը։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք տեղափոխվել ավելի արագ, ոչ թե այն, որ մենք կարող ենք հաղորդակցվել ավելի անվտանգ, այլ այն, որ մենք կապված ենք ավելի խորը, քան երբևէ երևակայել ենք։ Այնպես որ ինչու է սա կարևոր ձեզ համար։ Ինչու պետք է ձեզ հետաքրքրի քվանտային տելեպորտացիան, երբ դուք հավանաբար երբեք չեք տելեպորտացվի ձեր կյանքի ընթացքում։ Որովհետև սա փոխում է ամեն ինչ։ Ոչ թե անմիջապես, ոչ թե դրամատիկորեն, բայց խորը, հիմնարար ձևով։ Սա փոխում է, թե ինչպես մենք մտածում ենք տարածության մասին։ Հեռավորությունը այլևս բացարձակ խոչընդոտ չէ։ Այն ինչ-որ բան է, որը կարող է հաղթահարվել ոչ թե ավելի արագ ճանապարհորդելով, այլ վերասահմանելով, թե ինչ է նշանակում այստեղ եւ այնտեղ։ Սա փոխում է, թե ինչպես մենք մտածում ենք ինֆորմացիայի մասին։ Ինֆորմացիան այլևս ինչ-որ բան չէ, որը պետք է փոխանցվի տարածության միջով։ Այն ինչ-որ բան է, որը կարող է գոյություն ունենալ միաժամանակ բազմաթիվ տեղերում, շղարշված, կապված, անբաժանելի։ Սա փոխում է, թե ինչպես մենք մտածում ենք մեր մասին։ Մենք ոչ թե առանձին կղզիներ ենք գիտակցության մեջ, մենք հանգույցներ ենք տիեզերական ցանցում, յուրաքանչյուրը կապված յուրաքանչյուր ուրիշի հետ, յուրաքանչյուրը արտացոլում է ամբողջը։ Եվ սա փոխում է, թե ինչպես մենք մտածում ենք ապագայի մասին։ Ապագան այլևս ինչ-որ բան չէ, որը պարզապես տեղի է ունենում մեզ։ Այն ինչ-որ բան է, որը մենք ստեղծում ենք, յուրաքանչյուր ընտրությամբ, յուրաքանչյուր գործողությամբ, յուրաքանչյուր դանչուր դիտարկումով։ Բայց ամենակարևորը, սա փոխում է, թե ինչպես մենք վերաբերվում ենք միմյանց։ Երբ դուք հասկանում ես, որ յուրաքանչյուր մարդ, որին դուք հանդիպում ես, կապված է քեզ հետ քվանտային մակարդակում, երբ դուք հասկանում ես, որ նրանց ցավը քո ցավն է, նրանց ուրախությունը քո ուրախությունն է, ամեն ինչ փոխվում է։ Կարեկցանությունը դառնում է ոչ թե բարոյական պարտականություն, այլ ֆիզիկական փաստ։ Եվ այսպես մենք վերադառնում ենք այնտեղ, որտեղ սկսեցինք։ Ձեր ուղեղը, այս անհավանական օրգանը, որը կարդում է այս բառերը հենց հիմա։ Տասնյակ միլիարդ նեյրոններ, որոնք կրակում են միլիվայրկյանների ընթացքում։ Բայց հիմա դուք գիտեք ինչ-որ նոր բան։ Դուք գիտեք, որ այդ նեյրոնները, այդ ատոմները, այդ մասնիկները կապված են ամեն ինչի հետ տիեզերքում։ Դուք ոչ թե պարզապես մարմին եք, որը կարդում է տեքստ, դուք տիեզերք եք, որը գիտակցում է ինքն իրեն։ Դուք աստղերի փոշի, որը սովորել է մտածել։ Դուք քվանտային դաշտերի օրինաչափություն, որը դարձել է գիտակից։ Եվ երբ դուք փակում ես աչքերդ, երբ դուք խորը շնչում ես, երբ դուք զգում ես քո սիրտը բաբախում, հիշիր սա. յուրաքանչյուր ատոմ քո մարմնում մեկ անգամ եղել է աստղի մաս։ Յուրաքանչյուր մասնիկ քո ուղեղում կապված է մասնիկների հետ ամբողջ տիեզերքում։ Դու ոչ թե առանձին ես, դու երբեք առանձին չես եղել, դու չես կարող լինել առանձին։ Քվանտային տելեպորտացիան ցույց է տալիս մեզ սա։ Ոչ թե որպես մետաֆորա, ոչ թե որպես պոեզիա, այլ որպես գիտական փաստ։ Մենք բոլորս կապված ենք, մենք բոլորս մեկ ենք, մենք բոլորս տիեզերք ենք։ Եվ գուցե, վերջապես, սա է ամենակարևոր հայտնագործությունը։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք տելեպորտացնել ատոմներ, ոչ թե այն, որ մենք կարող ենք ստեղծել քվանտային համակարգիչներ, այլ այն, որ մենք վերջապես սկսում ենք հասկանալ, թե ովքեր ենք մենք իսկապես։ Մենք ոչ թե առանձին կղզիներ ենք գիտակցության մեջ, մենք ալիքներ ենք տիեզերական օվկիանոսում։ Եվ յուրաքանչյուր ալիք, որքան էլ փոքր, պարունակում է ամբողջ օվկիանոսը։ Այնպես որ հաջորդ անգամ, երբ դուք նայում ես աստղերին, հիշիր, դու նայում ես տուն։ Հաջորդ անգամ, երբ դուք հանդիպում ես օտար մարդու, հիշիր, դու հանդիպում ես ինքդ քեզ։ Հաջորդ անգամ, երբ դուք զգում ես մենակ, հիշիր, դու կապված ես ամեն ինչի հետ, որ երբևէ եղել է եւ կլինի։ Սա է քվանտային տելեպորտացիայի խոստումը։ Ոչ թե այն, որ մենք կարող ենք փախչել այս աշխարհից, այլ այն, որ մենք կարող ենք վերջապես հասկանալ մեր տեղը դրանում։ Եվ գուցե, ամենավերջում, սա է միակ ճանապարհորդությունը, որը իսկապես կարևոր է։ Ոչ թե ճանապարհորդությունը տարածության միջով, այլ ճանապարհորդությունը դեպի հասկացողություն, ճանապարհորդությունը դեպի իմաստություն, ճանապարհորդությունը դեպի տուն։ Եվ այդ ճանապարհորդությունը, ի տարբերություն քվանտային տելեպորտացիայի, արդեն հասանելի է։ Հենց հիմա, այս պահին, յուրաքանչյուր մեկիս համար։ Մենք պարզապես պետք է փակենք մեր աչքերը, խորը շնչենք եւ հիշենք, մենք արդեն տուն ենք։ Մենք միշտ եղել ենք տուն։ Մենք երբեք չենք կարող լինել ուրիշ տեղ, որովհետև տունը ոչ թե տեղ է, տունը վիճակ է։ Վիճակ կապվածության,
հասկացողության, սիրո։ Եվ այդ վիճակը, ի տարբերություն ցանկացած տեխնոլոգիայի, երբեք չի կարող կորչել։ Այն միշտ այստեղ է, սպասում մեզ վերադառնալու։ Հիշել եք, թե ինչպես սկսեցինք։ Ֆիզիկոսները առաջին անգամ տելեպորտացվել են քվանտային վիճակ, բայց գուցե ամենակարևոր տելեպորտացիան ոչ թե ատոմների տելեպորտացիան է, այլ գիտակցության տելեպորտացիան։ Անգիտությունից դեպի հասկացողություն, բաժանումից դեպի միասնություն, վախից դեպի սեր։ Եվ այդ տելեպորտացիան տեղի է ունենում ոչ թե լաբորատորիաներում, այլ սրտերում, ոչ թե քվանտային համակարգիչներում, այլ գիտակցություններում, ոչ թե ապագայում, այլ հենց հիմա։ Այնպես որ, արդյոք դուք պատրաստ եք տելեպորտացվել։ Ոչ թե ձեր մարմինը, այլ ձեր հասկացողությունը։ Ոչ թե տարածության միջով, այլ գիտակցության միջով։ Ոչ թե դեպի մեկ այլ տեղ, այլ դեպի ավելի խորը ճշմարտություն։ Ճանապարհորդությունը սպասում է, եւ այն երբեք նույնը չի լինի։